Ողջույն, ձեզ հետ կրկին Մալեցի պոդքասթն է, մեր պոդքասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները սկսվում են հենց ներսից։ Մեր հյուրն է մանկական և դեռահասների հոգեբան Տաթև Աբրահամյանը։ Ողջույն Տաթև։ Ողջույն Աննա։ Ուրախ եմ, որ եկել ես մեզ հյուր։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ այստեղ լինելու։ Այսօր շատ հետաքրքիր թեմա ենք ուզում քննարկել, ինձ թվում է աուդիտորիային էլ շատ կհետաքրքրի։ Դա մանկական ծաղրանքն է, բուլինգն է իրար մեջ, որտեղ դա ավելի հաճախ է հանդիպում հենց մանկական եւ դեռահասների տարիքում, բայց առաջնահերթ ուզում եմ իմանալ մասնագիտական քո կարծիքը եւ առհասարակ ինչպես է դա, երբ է մարդը սկսում ընկալել իր մարմինը առհասարակ, պատկերացնել իրեն վիզուալ կողքից եւ ինքնագնահատական ձևավորել, որ տարիքից է դա սկսվում։ Եթե շատ հենց հոգեկան զարգացման առանձնահատկություններով գնանք, դա շատ վաղ տարիքում է տեղի ունենում, այսինքն 2-3 տարեկանում արդեն մենք խոսում ենք այն մասին, որ երեխաները իրենց ընկալում են որպես առանձին էակ, առանձին մարդ, հա, իրենք տեսնում են իրենց ծնողներից առանձնացված, հատկապես մամայից էմանսիպացված վիճակը ավելի վաղ տարիքում է լինում ու երեխաները հենց 3 տարեկանում ինչու ենք բոլորս ասում 3 տարեկանի ճգնաժամ, եսի ճգնաժամ, այ իրականում դա այդքան էլ միֆեր չեն, իրականում գոյություն ունի այդ 3 տարեկանի ճգնաժամը, որտեղ երեխան ընկալում է իրեն որպես առանձին մարդ ու առաջին ընկալման process-ը հենց տեղի է ունենում մարմնի ընկալման հետ, երբ որ ինքը իրեն ընկալում է առանձնացված, որ իր մարմինը առանձին է մամայի մարմնից։ Եվ սկսվում է արդեն ես անեմ, ինձ տվեք իմ համար, հա, եսի այդ բոլոր դրսևորումները երեխաների մոտ։ Ու հենց այդ փուլից էլ արդեն ինքնագնահատականի առաջին նշույլները երեխաների մոտ նկատվում են, երբ հաճախ կարող է լինի այդ եսերի փուլում մենք սկսենք սահմանափակել երեխաներին։ Այդ ժամանակ միգուցե այդպես շատ սուրճ զգացվի խնդիրը, բայց երբ երեխան փորձում է ինքնուրույն անել եւ անընդհատ սահմանափակում է ստանում, չես կարող, չի ստացվի, ինքնուրույն չի լինի, ես հիմա կգամ անպայման քեզ կօգնեմ, երեխաների մոտ սկսում է արդեն զարգանալ այդ անհանգստությունը, վախը, տագնապը, որ ես չեմ կարողանա ինչ-որ մի բան անել։ Ու արդյունքում ստացվում է, որ ինքնագնահատականը դեռ այդ վաղ փուլերից սկսում է խնդիրներ ունենալ։ Նաև մենք շատ հաճախ գիտենք բոլորին հայտնի ճշմարտությունը, որ ասում են հոգեբանները միշտ ամեն ինչ գտնում են ման են գալիս մանկության տարիներին, դա էլ իզուր աստված բան չի, հաճախ այո մենք հենց 3 տարեկանի, 5 տարեկանի, 10 տարեկանի խնդիրների ու տրավմաների մեջ տեսնում ենք մեծահասակների արտացոլումները խնդիրների։ Իսկ ինչու են երեխաները, հա, օրինակ ես ընկալեցի, որ իմ ոտքերն այսպիսին են, ձեռքերն այսպիսին են, հա, մազերը բաց են կամ մուգ են, հա, ինչու է որոշ տարիքից սկսում իրանց անհանգստացնել, որ ինչ-որ մեկը տարբեր է իրանցից ու կարող են օրինակ ծաղրել իրար կամ ընկալել որպես վատ բան դիմացինի տարբերվելը, հա, նույնիսկ ոչ կտրուկ տարբերվելը, այսինքն օրինակ մեկը կարող է մի քիչ ցածրահասակ լինել, բարձրահասակ լինել, ինչ որ չգիտեմ, մատների ձև ունենալ այլ ու նույնիսկ այդ տարբերությունները երեխաների համար երբեմն շատ սուր տրիգեր են դիմացինին ծաղրելու կամ առանձնացնելու։ Եթե նկատեք երեխաները հատկապես վաղ տարիքում խնդիր չունեն իրար հետ եւ ընկալման դժվարություն էլ չունեն։ Իրենք շատ հանգիստ խաղում են եւ ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների հետ եւ հոգեկան ու մտավոր զարգացման դժվարությունների պարագայում իրենք չունեն սոցիալականացված այդ նորմերի հասկացումները ու շատ հանգիստ մտնում են ինտերակցիայի մեջ, ընկալելով դիմացինին որպես մարդ, ում հետ կարելի է խաղալ, ում հետ կարելի է ժամանցը անցկացնել։ Բայց ցավոք կան սոցիալապես ընդունված նորմալի գաղափարներ, որոնք շատ հաճախ երեխաներին պարտադրվում են։ Ինչ են անում ծնողները հաճախ եւ տեսնում են իրենց երեխան խաղում է օրինակ մտավոր զարգացման խնդիր ունեցող երեխայի հետ կամ ֆիզիկական զարգացման որևէ դժվարություն ունեցող երեխայի հետ։ Հաճախ կա ձգտում սահմանափակելու։ Ես դա վատ միտումով չեմ ասում, քանի որ ծնողները երբեմն դա անում են ուղղակի իրենց երեխային դժվարություններին շատ վաղ փուլում ականատես լինելու խնդիրներից, բայց դա արվում է այն միտումով, որ չխաղաս իր հետ։ Մի գնա, ուրիշի հետ խաղա, կարող ես ձեր մանկապարտեզի մյուս աղջկա հետ խաղալ, օրինակ։ Գուցե վնասելու բանից են վախենում, պահից օրինակ կարող է երեխան առանձնահատկություններ ունի ու վախենում են, որ վնասի իրենց երեխան դիմացինին։ Դա եւս կա,
Վախենում են, որ իրենց երեխային կվնասեն, իրենց երեխան մյուսին կվնասի, չի իմանա ինչպես խաղալ, շատ տարբեր միտումներով, էմոցիոնալ են այդ թեմայի հետ կապված ծնողները լինում ու մտածում են, որ եթե իրենք են էմոցիոնալ, ուրեմն շատ ավելի լավ կլինի երեխային զերծ պահեն այդ ամեն ինչից։ Երեխաները չունեն այդ գաղափար։ Երեխայի համար կարևոր է այն, որ հատկապես նախադպրոցական տարիքում ես ունեմ ընկեր, ում հետ կարելի է խաղալ։ Եվ իրենց էմոցիոնալ դաշտը շատ բավարարված է լինում։ Բայց երբ որ մտնում են այդ սոցիալական նորմերի գաղափարները, երեխաները սկսում են հետ քաշվել, որովհետև հեղինակություն հանդիսացող մարդիկ, կարող են ծնողներ, ուսուցիչներ, ասում են մի խաղա իր հետ։ Էական չի ինչի համար, ասում են մի խաղա։ Ոչ մեկ չի ասում ինքը կներեք, այսպես պետք է ասեմ, ինքը հիվանդ է, մի խաղա իր հետ։ Հա, բայց հաճախ լինում է այդ արձագանքը իր հետ մի շփվի, էլի, չեմ ուզում որ դու իր հետ խաղաս, ինքը քեզ վատ բաներ է սովորեցնում, ու այսպես շարունակ երեխեքը շատ լարվում են արդեն ու սկսում են ընկալել տարբեր իրենցից երեխաներին, այսինքն եթե ինքը ինչ որ բանով տարբերվում է, հետեւաբար իր հետ պետք չի խաղալ։ Երեխաների ընկալումը շատ ընդհանրական է, ինքը տեսնում է, որ մեկի հետ արգելում են, ով որ ունի առանձնահատկություն, մնացած բոլորը իրար նման են, մեզ կարելի է իրար հետ խաղալ։ Ու այդտեղից սկսում է արդեն տարբերակումները։ Եվ դե բնականաբար ամենագագաթնակետին հասնող մարմնի ընկալման խնդիրները առաջանում են դեռահասության փուլում, երբ երիտասարդները այդ տարիքում ընկալում են իրենց մարմինը շատ տգեղ, որը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր, օբյեկտիվ այնքանով, որ ոչինչ անել չեն կարող նրա հետ, որ դեռահասների մարմինը անհամաչափ է աճում, անհամաչափ զարգանում է, ինչ որ մի պահ իրենք ունեն ավելի երկար ձեռքեր, ավելի երկար իրան, ավելի երկար ու տարբերվող ոտքեր, տղաները շատ նեղվում են, երբ հատկապես իրենց հասակի փոփոխման հետ կապված պարանոցի հատվածը ընդգծված է, ձայնն է փոխվում, այսինքն ստացվում է այնպես, որ արտաքին գործոնների մեջ կան շատ բաներ, որոնք իսկապես կարող են դեռահասի համար դիսկոմֆորտ առաջացնող լինել։ Հա, օբյեկտիվորեն իրենք սկսում են նեղվել դրանից։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Այ թեկուզ այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվի պահը կուզեմ քննարկենք, հաճախ ես աշխատում եմ պացիենտների հետ, որոնք դեռահասներ են, հա, մայրիկների հետ են գալիս կամ այլ իրենց համար պատասխանատու մեծահասակի, երբեմն էլ ինքնուրույն են դիմում, շատ հաճախ զգում եմ, որ այդտեղ երևի տան, այսպես ասած, խրախուսումը չկա տան կողմից, հա, ընտանիքի կողմից, որ հա, արի այս խնդիրը լուծենք, նույնիսկ հիանում եմ մեկ այդպիսի դեռահասներով, որոնք որ ինքնուրույն, այսինքն իրանք հասկանում են, որ իրանք ունեն խնդիր ու առանց նույնիսկ այդպես հեղինակություն հանդիսացող մեծահասակի այդ վանդակից, որ հալա ոչինչ, ոնց որ դու դեռահաս ես, բզուկները էլի կանցնի, ինչի տա պետք, բան, երեխայա, ինչու անպայման է իրան խնամք կամ բուժում կամ թեկուզ գումար ծախսել իր վրա, իր արտաքինի վրա, հա, այդ պահը շատ հաճախ եմ տեսնում, ցավոք դեռ ունենք այդ խնդիրները սոցիալական, հա, ես զարմանում ու հիանում եմ այն երիտասարդները, որոնք որ հիվանդագինի մասին չի խոսքը, առողջական ինչ որ դրսևորում ունեն մաշկային ու ուզում են զբաղվել, նույնիսկ հակառակվելով ընտանիքին, այ որտեղ է այդ սահմանը, որ օրինակ առողջ հարաբերությունները ընտանիքում, հա, բայց դեռահասը ունի խնդիր առողջությանը վերաբերյալ, դա մաշկային խնդիրն է, օրինակ ակնե, ռոզացեա կամ ատամների խնդիր ունի, հա, ատամների հավասարության, կծվածքի խնդիր, որը հետո նույնիսկ ողնաշարի վրա է անդրադառնում, մենք գիտենք, հա, այսինքն զուտ վիզուալը չի, ունի ավելորդ քաշի խնդիր կամ պակաս քաշի խնդիր ունի դեռահասը ու ոնց անել, որ ինքը ոնց որ չընկալի իրան տգեղ եւ մենք ընդգծելով իր խնդիրը, խոսելով դրա մասին իրեն ավելի չկոմպլեքսավորենք, բայց աչքերն էլ չփակենք, տալով մեզ body positive-ին լրիվ ու սենց ասենք, որ հա նորմալ է, ոչինչ որ ինֆեկցիա կա քո դեմքի վրա կամ նորմալ է, որ քո մոտ ինսուլին ռեզիստենտականություն կա 14 տարեկանում, այդ նորմալ է, հա, այսինքն ոչ վատ անենք, ոչ լավ անենք, բայց այնքան կարևորությունը զգա դեռահասը, որ զբաղվի մեր հետ միասին այդ խնդրով։ Հա, Աննա, երևի այստեղ պետք է ասեմ ամենաառաջին գործոնը ծնողների գրագիտությունը եւ տեղեկացվածությունն է։ Դեռահասները շատ բան իմաց են հիմա։
իրենք ունեն ինֆորմացիայի շատ մեծ հոսք եւ շատ լավ հասկանում են, որ ինչա տեղի ունենում։ Իհարկե իրանք շատ անորակ ինֆորմացիայի հոսքեր ունեն դրա հետ միասին։ Բայց երբ որ սկսում է դեռահասության շրջանը, այո, բոլորս գիտենք, որ դեռահասի դեմքին բշտիկներ պիտի լինեն։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ, դրանք լինում են։ Երբ դրանք այն չափի են, երբ որ երեխան սկսում է նեղվել, լարվել, արձագանքել, ասել ինչ կարելի է անել, միշտ դրա հետ պետք է ինչ-որ բաներ սկսել անել, այս առաջին մասը, հա, որ ինչ կարելի է անել, գնալ բժիշկ մասնագետի մոտ, հասկանալ բժիշկ մասնագետից ինչ կարելի է անել։ Երբեմն լինում է գալիս են հոգեբանի մոտ, ասում են չի սիրում, չի ընդունում իր մարմինը, որովհետև դեմքը ակնեով պատված է, ինքը տենց նեղվում է դրանից, կամ ցանկացած ուրիշ դժվարություններ, հա, կամ բաներ, որոնք միջամտություն պահանջում են։ Ու մենք էլ հստակ կարող ենք ուղղորդել, որ կարող ենք դիմել բժիշկ մասնագետի, որպեսզի հասկանաք դա այն դեռահասական վիճակն է, որը պետքա լինի ու ձեռք չտալ, ոչ մի բան չանել, թե այդ այն բանն է, որը միջամտության ամեն դեպքում ենթակա է ու եթե հնարավոր է երեխայի կյանքը ավելի տենց թեթևացնել եւ բերել նրան, որ ինքը իր մարմինից, իր դեմքից գոհ լինի, ինչի դա չանել։ Բայց այստեղ երևի բանալի բառը մասնագետի միջոցով անելն է, շատ եմ ես նկատել, որ տանը մաման ինչ-որ խնամքի միջոցներ է օգտագործում, նույնը օգտագործում են երեխայի համար, երեխեքն են ասում, ես մամայից թաքուն գնում եմ, այնտեղ գցում եմ իր խնամքի միջոցները, ավելի են վատացնում վիճակը, որը համապատասխանության մեջ չի, ոչ տարիքի, ոչ էլ միջամտության ձևի տեսակի հետ կապված։ Ինքն երբ որ հասցնում ենք այն մակարդակի, որ երեխան սկսում է ինքնագործունեությամբ զբաղվել, դրա հետևանքները որպես կանոն միշտ լինում են շատ ավելի բացասական ու վատը։ Դեռահասների դեպքում միշտ պետք է շատ ծնողների վրա շեշտադրում անեմ, որովհետև ծնողները այն օղակն են, որոնք կարողանալու են օգնել դեռահասին պատկերացում ունենալ սեփական մարմնի սահմանների մասին։ Մենք չենք քննարկում են, որ ավելորդ քաշը բոլոր իրավիճակներում բնականon է, պիտի ունենա դեռահասը այդ քաշը, նույնիսկ եթե ինքը հա որոշել է, որ այդպես պետք է լինի։ Կան սահմաններ, որոնք վնասում են առողջությանը, եւ դա վերաբերվում է եւ ավել քաշին, եւ պակաս քաշին։ Ակնեի դեպքում կա արտահայտվածության չափ, որը եւ ֆիզիկապես է իր համար խնդիր լինելու, եւ հոգեբանական առումով դժվարություն առաջացնելու։ Այն ինչը շատ մեծ խնդիր է լինում, երբեմն ցավոք շատ եմ դա նկատել, մենք հասնում ենք այն ամենավերջին կետին, երբ որ այնքան վատ է ամեն ինչ, որ շատ լուրջ միջամտություններ պետք է լինի, նոր դիմում ենք մասնագետի, լինեն դրանք սննդաբաններ, մաշկաբան, հոգեբան կապ չունի։ Դեռահասների բaragայում հաճախ է եղել այդ խնդիրը։ Եվ ուրախությամբ պիտի ասեմ, որ նաև իրենք հենց դեռահասները շատ հաճախ ստիպում են ծնողներին, որպեսզի իրենց տանեն մասնագետների մոտ։ Երբեմն կարող է տպավորություն լինի, որ դա երեխա է, հիմա շատ էլ որ ասում է, ինչ մի տանենք իրան մասնագետի մոտ, բայց երբ առաջացել է այդ ցանկությունը, ոչ մի դեպքում խորհրդատվությունը ոչ մի մասնագետի մոտ իրենց համար ավելորդ չի լինելու։ Ընկալման սահմանների հետ կապված ոնց պատկերացնել ու ոնց ուղղորդել դեռահասին։ Նախ դեռահասության մասին մենք սկսում ենք շատ ավելի վաղ փուլում խոսել, քան վրա է հասնում դեռահասությունը։ Միշտ դեռահասը պետք է պատրաստ լինի նրան, որ իր մարմինը փոխվելու է։ Հստակ պիտի իմանա ծնողից, մասնագետից, ումից որ հարմար է այս դեպքում, որ իր մարմնում տեղի են ունենալու շատ տարբեր փոփոխություններ ու պատկերացնեն այդ փոփոխությունների վերաբերմունքը եւ երբ որ դեռահասը գիտի որ դեմքի վրա ինչ որ մի բան է լինելու, երբ որ դեռահասը գիտի որ ձայնը փոխվելու է, մազածածկույթը փոխվելու, ինքը շատ պատրաստ է դրան լինում։ Երբ հանկարծ իր մոտ ինչ որ փոփոխություն է սկսվում, շատ դրանից սկսում է լարվել, նեղվել։ Աղջիկներ ունեմ, ովքեր չեն պատկերացրել, որ օրինակ կուրծքը կարող է արագ այդքան մեծանալ, եւ իրենք այնպես են կլորանում քայլելուց, որ հանկարծ ոչ մի բան չերևա, որովհետեւ իրենք չէին պատկերացնում, որ այդպես կարող է տեղի ունենալ։ Իրենց համար շատ լարող էր այդ շրջանը։ Կտեղեկացնել դեռահասին, թե ինչ է նախապես իր հետ տեղի ունենալու, այդ երևի կարևոր հիմքերից մեկն է։ Օրինակ իմ մոտ շատ հարթ է անցել դեռահասության շրջանը, թեկուզ մարմնի ընկալման մասով, հա, պարզավոր բոլորս է փոփոխվում ենք, բայց գուցե մայրիկս մանկաբույժ է եւ այլն, հա, բայց միշտ իմ հետ խոսել են նախապես
ինչ փոփոխություններ քո հետ պետքա տեղի ունենա, ինչ կարա լինի, ու այդ ես հիմա պացիենտների հետ աշխատանքում եմ ворթեգրել, ոչ դեռահասներ, նույնիսկ մեծերի, հա, օրինակ ինչ որ պրոցեդուրա եթե անում ենք, ու ես նկատել եմ, եթե դու հստակ նկարագրում ես, որ դու կապտելու ես, կարմրելու ես, ես մի ամիս ամնալու այդ կարմրությունը եւ այլն, ու պացիենտը պատրաստ է այդ մտքին, արդեն ինքը գիտի, որ տենց լինելու է, բայց դա անցնելու է։ Ինքը եթե դրան պատրաստ է, դա ինքը չի ընկալում որպես բարդություն կամ դժվարություն, դա ընկալում է որպես այսպես թե այնպես սպասվող էտապ։ Նույնը երևի երեխաների դեռահասների մոտ է, որ այդպես լինում է, հետո դա անցնում է կամ կարգավորվում է ու երբ որ դու ծանոթ ես ինչ ճանապարհով ես անցնելու, քարտեզը ունես, որ տեղ ես հասնելու ի վերջո, այդքան չես լարվում ու քեզ նույնիսկ ավելի մեծ ու գիտակցված ես զգում քո հասակակիցներից ու ես շատ հաճախ այդ նկատել եմ հիմա շատ ավելի քիչ, որովհետև ճիշտ ասեցիր, որ ինֆորմացիայի մեծ հոսք կա եւ պետք է աղոթենք, որ լավ ինֆորմացիա ստանան, ինչքան էլ կոնտրոլի ենթարկենք մեր երեխաները, նաեւ մեզանից օրինակ վերցնեն, թե մենք որ ինֆորմացիան ենք համարում արժեքավոր որը չէ, ինչևէ հիմա ավելի քիչ, բայց ամեն դեպքում դեռ կա այդ ընկալումը, որ 10 տարեկան երեխա է, ինչ պարտադիր է օրինակ դաշտանի մասին իմանա։ 10 տարեկանը պիտի իմանա։ Հա, ասենք թե տարբերակցությունը 8 տարեկան երեխա է, ինչ պարտադիր է ինչ որ սեռական օրգանների մասին իմանա, թեկուզ տարբերությունների սեռերի, հա, դա ամոթ է, դա այսպես ասած ժողովուրդով ասած խոժանություն է, հա, ոնց կարելի է ու ինձ թվում է այդ տաբուները թեմաների, հա, որոնք որ տանը չեն քննարկում, ամոթ է, ոնց նստեմ երեխու հետ խոսամ դրա մասին, դա պարտադիր չի ասել, չգիտեմ, Բալիկ ջան, արի նստենք, հենց հիմա խոսանք դրա մասին, դա կենցաղի մեջ կարելի է ծանոթացնել երեխային ու այդ ծանոթությունը ճիշտ ես ասում, որ շատ հարցերում է օգնում, իսկ այդ տաբու դարձած թեմաները, որ օրինակ հասունացման մասին աղջիկները իմանում են հենց այդ օրը ու պատկերացրեք ինչ ստրես է իրանց համար, ահա որ մեծ ստրես է, ամոթի զգացողություն, որ դա կարա տեղի ունենա նաև դպրոցում երեխան չկարանա իմանա ոնց պահի իրան, ու այդ բաներն էլ շատ մեծ կոմպլեքսների են բերում ու լրիվ համաձայն եմ, որ ծանոթությունը իրավիճակին, ինչա լինելու իմ հետ, արդեն մեծ օգնություն է դեռահասին։ Միանշանակ, երբ որ դեռահասը տեղեկացած է, ցանկացած է դեռահասի վրա չկենտրոնանք, ցանկացած մարդ, երբ որ ինքը գիտի, ոնց որ նշեցիր, որ տեղյակ է պատկերացնում է, թե իր հետ ինչ է տեղի ունենալու, իսկ ինքը գիտի հստակ, որ այսօր այս ինչ բանը կլինի, մեզ ավելի հանգիստ է դարձնում, ցանկացած անորոշություն ահա որ մեծ տագնապի աղբյուր է, ու եթե ես դեռահաս պարկում եմ քնելու հարթ դեմքով ոչ մի բան չկա եւ արթնանում եմ դեմքիս վրա ինչ-որ բշտիկով, որ ամենաանհարմար պահին անհարմար օր տեղի ունեցավ, որտեղ ես պետք է գնայի դպրոց, այո, տեսնեի իմ սիրելի աղջկան կամ տղային ու ճակատիս վրա շատ անհարմար մի հատ բշտիկ կա, այդ շատ լարող է լինելու։ Դա իհարկե sense ծայրահեղացնում են օրինակները, բայց այո, երբ որ դեռահասը պատկերացում չունի, ինչ է տեղի ունենալու իր եւ ուրիշների հետ, դա շատ հաճախ դառնում է իր անձի համար ինքնագնահատականի խնդիր, ուրիշների պարագայում դա կարող է բերել ծաղրանքի, դա կարող է բերել ուղղակի քննարկման, հա, ես շատ ունեմ, որ աղջիկների մեջ է հատկապես ավելի տարածված, վայ, բա դու ոնց ես տենց ճակատով դուրս գալիս, բա ինչի ինչ որ մի բան չես անում, որ բշտիկները չլինեն, ու սենց շատ կիսաքննադատող արձագանքների շատ հաճախ։ Իսկ ավելի ցածր տարիքում տաթև է, օրինակ 7-8 տարեկանում արդեն երբ որ դպրոց են գնում, ավելի ակտիվ շփումներ են սկսում սոցիալական եւ արդեն ինչ որ ամեն մեկը իր դերն է տանում դասարանում, չէ, ամեն դեպքում փոքր sense ինքը օղակ է, սոցիումա փոքր, առանձին, կան լիդերներ, կան ավելի հանգիստ երեխաներ, կան ինտրովերտներ, էքստրովերտներ եւ այլն, հա, ինչ որ ընտանիք է ձևավորում sense տարբեր դիրքերով, ինչքան էլ մենք ցկտենք, որ լրիվ հավասարություն լինի, ցավոք դեռ այդպես չի, հա, այդ աշճան գիտակից չեն մանավանդ երեխաները, բնազդաբար ինչ որ դերեր է ձևավորվում։ Ու այդ տարիքում ինչի հետ է կապված ծաղրանքը ու բուլինգը շատ դաժան կարան լինեն երեխաները մեկ-մեկ sense զարմանում ես էլի դրանից։ Այդ տարիքում ավելի շատ սոցիալական դերերի տեսակետից է խնդիրը առաջանում, որտեղ երբ որ նոր մտել են նոր սոցիալական միջավայր, որպես կանոն գրականության մեջ համարվում է առաջին սոցիալական միջավայրը երեխաների համար, որտեղ ինքը իր միջավայրը պիտի ձևավորի, ընկերներ ունենա, շփումներ հաստատի անծանոթ մեծահասակների հետ։
Հիմնական խնդիրը առաջանում է երեխաների մեջ, ընկերների ուշադրությունը գրավելու հարցը։ Ով է ընկերություն անելու, ում հետ է ընկերություն անելու, դու իմ ընկերն ես, թե իմ ընկերը չես, եթե անում ես իմ ուզած բաները, իմ ընկերն ես, եթե չես անում իմ ուզած բաները, արդեն իմ ընկերը չես դառնում, կան երեխաներ, որ շատ ցավոտ են տանում դա, որ երբ որ դասընկերներից մեկը գալիս ասում է դու այլևս իմ ընկերը չես։ Ու երբ որ հուզական ռեակցիաները շատ են լինում, դա կարծես այնպես կծիկի նման շատացող մի հատ process լինի, որ իրեն ասում են դու իմ ընկերը չես, ինքը հուզական արձագանք է դրան տալիս, մյուսները դրանից ուրախանում են, որտեղ իրենց համար խաղ է ու իրանք նորից են դա ասում։ Սկզբում դա շատ բացասական միտում չկրող process է լինում, որտեղ իրանք հումոր են անում, մյուսը նեղվում է, հետո իրանք ծիծաղում են դրա վրա, հետո նորից ու այսպես ձնագնդի էֆեկտով ինքը սկսում է մեծանալ, վերջում արդեն բնականաբար դառնում է լուրջ խնդիր երկու կողմերի համար էլ։ Այս տարիքում բուլինգի դեպքերը շատ վառ արտահայտված չեն, բայց կարող են լավ հիմք դառնալ հետագայում շատ ավելի լուրջ խնդրային իրավիճակների։ Հիմնականում տարական դպրոցի խնդիրները լինում են խաղանկերի ուսուցչի ուշադրություն գրավելու շուրջ, ուշադրության գրավման շուրջ, որտեղ ես պատասխանեմ, չէ դու մի պատասխանի, դու ինձ ընդհատեցիր, դու վատն ես, քո հետ չեմ ուզում ընկերություն անեմ, դու միշտ ուզում ես առաջինը լինես, միշտ ուզում ես առաջինը խոսես, ավելի այս թեմաների շուրջ են պտտվում։ Կարող են լինել արտաքինի հետ կապված ինչ-որ արձագանքներ, շատ նիհար ես, շատ գեր ես, բայց իրենք չեն տանում շատ խորքային ծաղի տարական դպրոցում, հատկապես եթե մանկավարժական արձագանքը եղավ, ծնողական արձագանքը եղավ, շատ քիչ է գնում ավելի խորացման դեպքերի, բայց ունենք, ես չեմ կարող ասել, որ տարական դպրոցը բուլինգի հակվածություն չունի, ունեն երեխաները։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Իսկ ինչի է, որ կան բուլինգ անող երեխաներ, այսինքն օրինակ եղել է իմ հետ, իմ երեխաների հետ, երեխաների չէ, երեխայից, քանի որ տղաս փոքր է դեռ թեմաների համար, բայց եղել է թեմա, որ օրինակ ինչ որ մեկի արտաքինի մասին արտահայտվի աղջիկս ու քննարկել ենք այդ թեման ու հետաքրքիր նույնիսկ զարմացած եմ, շատ արագ ինքը այդ բանը ընկալեց նաև այլ իրավիճակների համար, որ ուրիշի արտաքինը, նույնիսկ եթե շատ տարբերվող է, նույնիսկ եթե հիվանդագին տարբերվող է, այսինքն առողջությանն է վերաբերում, ոչ թե օրինակ մազի գույնին, օրինակ վառ արտահայտված ավելորդ քաշին, հա, մանկահասակ տարիքում, որ դա չի կարելի քննարկել ընկերներիդ հետ, դու քննարկես այն մարդու հետ ում մասին խոսքը գնում է, հա, դու կարող ես ընկալել քո մեջ, որ դա առողջ չի, օրինակ շատ ավելորդ քաշ ունենալը, բայց չես կարող դիմացինի հետ դա քննարկել, այդ երեխայի ով ունի եւ այլն։ Ինքը շատ արագ է ընկալեց ու նկատել եմ, որ այլ արտաքինի տարբերությունների համար էլ այդ ուղղությունը ворթեգրել, այն երեխաները, ովքեր դիմացինին ծաղրում են, չեմ կարող պատկերացնեմ, տանը չեն իմանում դրա մասին, թե չեն արձագանքում, թե ոչ մի ձև չեն պատկերացնում, որ ինքը եթե սենց խոսած իր դասընկերոջ մասին, ուրեմն դասարանում իրան ծաղրում է ու այդ շատ ցավոտ է դիմացինի համար։ Հիմնականում չեն խոսում տանը, կամ եթե խոսում են ոչ ուղղորդված, կամ մյուս տարբերակներ, որ իրենք են ծաղրում նմանատիպ դրսևորումներ, երեխեքն են Ծնողներն են ծաղրում, այսինքն այսքան պարտադիր չի այլոք հենց ուղղորդված ասենք քո դասարանի ես ինչ երեխան ավել քաշ ունի, բայց հեռուստացույցով բան ենք նայում, վատ արտականք են տալիս ավելորդ քաշին, փողոցում քայլում ենք մեկին տեսնում ենք, ասում ենք այ որ շարունակ ես էլի բուրգերներ ուտել, այս sense ես դառնալու, ու շատ այլ արձագանքներ, որոնք կարծես թե մենք ասում ենք այն նպատակով, որ երեխան հասկանա, որ ոչ առողջ սնունդ, ավել քանակով սնունդ օգտագործել չի կարելի, բայց այդտեղից երեխան վերցնում է, որ այն մեկը ինչ որ տարբերվող բան ունի։ Ոչ թե որ իրան բուրգեր չի կարում, դե ինքը հաջորդ անգամ բուրգեր ուտի, էլի գնալու է ուտելու, ինքը ուտելու է, այսինքն այդտեղից իրեն չի մնում այն միտքը, որ ես չպիտի ուտեմ, իրեն մնում է, որ այն մարդը ինչ որ տարբերվող արտաքին ունի։
ու հաճախ երեխեքը վերցնում են մեր երբ որ մենք ինչ որ հումոր ենք անում, ծիծաղում ենք, իրենք դա վերցնում են ու դա դարձնում են իրենց համար ոնց որ բանալի վարքի ձև։ Բայց եթե նույնիսկ սա չկա, կարող է լինել ընտանիք, որտեղ դա հստակ թեմա է, լուրջ թեմա է, որ չի կարելի, պետք չի անել, բայց հանկարծ տեսնենք այդ երեխան ծաղրում է ավելորդ քաշ ունեցողին։ Սա լինում է հիմնականում պայմանավորված նրանով, որ երեխաները հաճախ ձգտում ունեն իրենց գերակայությունը սահմանելու, ցույց տալու, դնելու եւ միակ տարբերակը, որը դա կարող են անել, դա վատ հումորն է դիմացինի հանդեպ, որովհետեւ երբ որ ես վատ հումոր եմ անում, ես տեսնում եմ, որ իմ դիմացինը էլ չի կարողանում արձագանքի, հետեւաբար ես հայտնվում եմ ավելի ճակերտավոր, չահեկան դիրքում իր հանդեպ։ Բուլինգի տեսության մեջ մի այսպիսի բան կա, հետաքրքիր միտք կա, երևի բուլինգից ինչքան խոսել եմ, սա ասել եմ, բուլինգի ենթարկող եւ ենթարկվող երեխաները հոգեկան դժվարությունների տեսակետից շատ նման են։ Եվ եթե խոսում ենք նույն ինքնագնահատականի խնդրից, նույն ենթարկողը եւ ենթարկվողը երկուսն էլ ունեն ցածր ինքնագնահատական, բայց ցածր ինքնագնահատականի հետ պայքարելու ձևերը մեկի մոտ են, որ ես կնեղացնեմ, մյուսի հետ են, որ ես նեղվում եմ։ Արձագանքման ձևերն են զուտ տարբեր, բայց ես էլ նեղացնում եմ, որպեսզի քողարկեմ իմ ցածր ինքնագնահատականը ինչ որ իրավիճակներում։ Թե երեխաները լինում են ինքնաբավ, հանգիստ, իրենք ոչ մի ցանկություն չեն ունենում ինչ որ մեկին մի բան ասելու, նեղացնելու, վատ միտում չի լինում իրանց մոտ, իրենք շատ հանգիստ են լինում իրենցով։ Հիմնականում այս վերջին դեպքը լինում են երեխաների մոտ, ում անընդհատ իրենց վրա են ֆիքսում ոչ թե այս փողոցում մեկին կտեսնեմ, կասեմ իմ երեխային դու տես իրա նման չդառնաս, հա, այլ հենց երեխայի իր ոնց ես դու քեզ քո մարմնի մեջ զգում, քեզ կոմֆորտ է, քո մարմնում լավ ես, այս քաշի հետ հարմար ես զգում, թե խնդիր ունենք ոնց որ գնանք վազենք, գնանք ինչ որ սնունդը կարգավորենք, ու երեխեքը շատ կենտրոնանում են իրենց զգացողությունների վրա, ես հիմա ինձ լավ եմ զգում, թե լավ չեմ զգում։ Օրինակ էլի երևի իմ օրինակներից բերեմ եւ իմ մանկության եւ երեխաներից եւ այլն, հա, շատ հաճախ սպորտաձևեր կան, որ մանկուց եթե երեխան հաճախում է ու դու ուզում ես ինքը ճիշտ է հիմա եւ մարզիչներն էլ են շատ կրթվել համեմատած առաջվա, օրինակ որ ես գնում էի, օրինակ գեղագիտական գիմնաստիկայի, հա, ոնց որ մարզիչը կարար շատ կոպիտ ձևով, ես չեմ ունեցել ավելորդ քաշի խնդիր, ավելի բարալիկ երեխա մղի, իմ հետ տենց չի առնչվել, բայց կարող ինքը շատ կոպիտ ձևով, նույնիսկ թեթև ինչ որ արդեն դե 11-12 տարեկանից ինչ որ ֆորմաներ ձևավորում աղջիկների մոտ, թեթև է ձևավորած, դե գիմնաստիկայի մեջ ով է համարվում հաջողակ, ով որ սենց բարակ է շատ, հա, ու չունի որևէ ընդգծված ուրվագծեր մարմնի ու կարող են շատ կոպիտ ասեն, էս ի՞նչ է վիճակդ 12 տարեկան երեխուն ու այդ ես վստահ եմ որ մեծ խնդիրների է բերում եւ սննդի հետ կարգի մեջ եւ այլն, բայց մեկը մենք գիտենք որ պրոֆեսիոնալ սպորտով եթե երեխան ուզում է հաջողակ լինի, հա, մանկուց պետք է զբաղվի ու ինչ որ սահմաններ կա որ ինքը պետք է այո զրկանքների գնա եւ այլն, այսինքն ոնց մենք այնպես չանենք որ երեխան զրկվի որևէ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելու հնարավորությունից, քանի որ մենք մտածում ենք իրանց հոգեկան առողջության մասին, բայց շատ տրավմաների էլ չի ենթարկվի։ Օրինակ ես մտածել եմ միշտ կարող է մենք պետք է ընտրենք արդեն ըստ իր ֆիզիոլոգիական տվյալների, որ ավելի ինքը հեշտ, օրինակ եթե քո երեխան արդեն ինքը բնությունից բարալիկ է, հա, իրան ավելի հեշտ կլինի այդ քաշը պահելը, օրինակ իրան տանում ենք գիմնաստիկայի, եթե քո երեխան ֆիզիկապես արդեն ուժեղ է ու իրան բոքսի տեղը չեն ասի, վայ էս ինչ թուլիկ ես, կամ էս ինչ համակալն է, էս ինչ բարակ ես եւ այլն, տանում ես բոքսի, այսինքն իրա ուժեղ տեղն ես զարգացնում, կարա դա օգնի, թե այլ տեսակետ որդեգրենք։ Օգնի, շատ կօգնի ես վերջից գալը տեսնել ինքը ինչ կարողություններ ունի ու հստակ կարողությունների զարգացնել, ուղղակի նաև պետք է տեսնել ինչը կարող է եւ հնարավոր է զարգանալ իր մոտ, որտեղ երբեմն կարող ենք չնկատենք, որ ինքը այդքան ուժ ունի, բայց տանենք բոքսի ու տեսնենք ինքը ոնց է բացվում այնտեղ, ինչքան լավ է իրեն զգում այնտեղ, դե համար փորձարկումները այդ երևի ամենաարդյունավետ տարբերակն է երեխայի համար գտնելու այն ձևը, միշտ ծնողների հետ որ խոսում ենք, ասում եմ դուք գնացեք նրան, որ տարբեր փուլերում գոնե մի հատ սպորտաձև ինքը պետք է պարտադիր ունենա, որպեսզի կարողանա այդ ֆիզիկական ակտիվությունը բավարարի, լինի իր մոտ եւ ինքը գտնի այն տեղը, որտեղ իր համար մաքսիմալ լավ կզգա իրեն։
այդ կոպիտ ասած թողնենք այդտեղ, որտեղ որ իդեա լավ ֆիքսը որ երեխաս պետքա գնա պարտադիր լողի, պարտադիր գիմնաստիկայի, պարտադիր կարատեի, պարտադիր այստեղ այնտեղ հիմա չգիտեմ ինչա ծնողների հետ կատարվում, բայց երբ որ երեխեքին բերում են, երբեմն ես նայում եմ իրանց գրաֆիկը եւ իմ գրաֆիկը մեկ-մեկ ինձ թվում է ավելի վատ գրաֆիկով են ապրում, քան ես, բայց այս խենթ վազքը բոլոր խմբակների հետևից հասցնել ու գնալ 4-5 տեսակի, գնալ պարի, գնալ գիմնաստիկայի, գնալ թենիսի, գնալ վոլեյբոլի։ Ես իսկապես երեխեքի հետ եմ աշխատում, ովքեր ամեն ինչին գնում են։ Երեխեքը բան չեն տենց առանձգական չեն անընդհատ ձգվող իրենց հնարավորությունները այո անսահմանափակ են, այդպես շատ ենք ասում, բայց երեխաները պետք է կարիք ունենան հանգստի եւ խաղի։ Իրենք պետք է խաղան, պետք է հանգստանան, պետք է ոչ մի բան չանեն երբեմն, որպեսզի կարողանան նաեւ իրենց այդ կյանքի շրջանը վայելել։ Պրոֆեսիոնալ սպորտի դեպքում մի քիչ այլ է պատկերը։ Մի քիչ դժվար է լինելու այդ փուլում, բերել են մտքին, որ ինչ որ բաներ դու չպիտի ուտես այն, որ քո հասակագիցները ուտում են, դու չպիտի անես այն, ինչ որ մյուսները անում են, որովհետև սպորտը իր կարևորությունը ունի։ Բայց այստեղ էլ սովորաբար, երբ որ երեխաները պրոֆեսիոնալ սպորտի մեջ են լինում, իրենց գիտակցումը այնքան մեծ է լինում դրա, որ իրենք գնում են պրոֆեսիոնալ սպորտ, իրենք գնում են մրցումների, իրենք գնում են ոչ թե սովորական լողի, այլ գնում են հատուկ պարապմունքների, որ շատ համոզել իրենց այստեղ պետք չի լինի։ Իրանք արդեն ունեն այդ իրանք արդեն այդ մտքի մեջ են լինում, որ ես գնում եմ սպորտի ու ես պիտի այսպես անեմ, որպեսզի խնդիր չունենամ։ Եվ մի բան էլ որ նշեցիր շատ կարևոր, որպես մանկավարժ հեչ պարտադիր չի, որ մենք ասենք վիճակը տեսել ես, որ ինքը սկսի նիհարել։ Այնքան տարբերակներ կան իրեն բացատրելու, որ այս պահին քաշրած մի քիչ ավել է, առանց նվաստացնելու։ Թռիչքդ լավ չի լինում, եթե մի քիչ իջնի։ Կարծես թե այս պահին մեզ էս կխանգարի, սա դժվարությամբ ենք կարողանալու անել, խնդիր կա նիհարելու հետ կապված, ես ինչով կարող եմ քեզ օգնել, որպես քո այնքան կոպիտ կար այն արտահայտվեն, ուղղակի վիճակը տեսել ես կամ հազիվել այդ քաշով այդքանը թռնես, այս արտահայտությունները հիմա էլ եմ լսել տենց արտահայտություններ։ Բայց սա սարսափելի մի հատ արձագանք է, անկախ նրանից այդ երեխեն կվիրավորվի դրանից թե չէ։ Իմաստը որն է, կարծես թե նախապես տաս այն միտքը, որ երբ որ դու գալիս ես պրոֆեսիոնալ սպորտ, քո հետ վատ են վարվելու եւ հարմարվի նրան, որ քո հետ վատ են վարվելու։ Հա ու հետո կյանքի մյուս բոլոր ոլորտներում այդ արտահայտվում է, որ իրանց համար դառնում է նորմալ, որ իրանց կարան վիրավորեն, վատ վարվեն ու չպայքարես դրա դեմ։ Նույնիսկ գիտես տեսակետ եմ լսել, որ մանկապարտեզը շատ փոքր տարիքից սխալ է երեխայի համար, ինչ առումով, որ ամեն դեպքում մանկապարտեզը քիչ թե շատ ձևավորվում են ինչ-որ սոցիալական դերեր, որ ինքը կոպիտ ասած երեխան թույլ նուրբ ծաղիկ է այդ ժամանակ, դեռ ծնողի կողմից հստակ ինքնագնահատական ընտանիքում ձևավորված, որ ես լավն եմ, ինձ սիրում են, ես ուժեղ եմ, սենց եմ, էս է նորմալը, չձևավորված ինքը գնում է սոցիումի մեջ, ու ինքը կարա կոտրվի որպես ծաղիկ, սենց ասած, հա, ավելի կան հոգեբաններ, տեսել եմ, որ գտնում են ճիշտ, որ արդեն ցողուն դարձած քո երեխային կոպիտ ասած, սենց արդեն տված են արժեքները, որոնք իր միջից դժվար է փոխել, հանել, կոտրել եւ այլն, օրինակ 6-7 տարեկանում արդեն ավելի ճիշտ է այդ սոցիալիզացիան։ Չգիտեմ, ես սիրել եմ գնալ մանկապարտեզ, կարող ասեմ, որ իմ լավագույն տարիներն ա եղել ու հիշում եմ շատ վառ իմ մանկությունը, գուցե իմ փորձից ելնելով իմ երեխաներին էլ ուղղորդել եմ, տարել եմ, դեռ այդ խնդրին չենք առնչվել, բայց որ խորանում ես, մտածում ես կա ինչ-որ ճշմարտություն, ինչ համաձայն ես այդ մտքի հետ լինել, ես շատ կողմ եմ, որ 3 տարեկանից սկսած երեխաներին սկսում են ադապտացնել մանկապարտեզին, ավելի վաղ փուլերը շատ դժվար են, ինչու որովհետև ամենասկզբում, երբ որ խոսեցինք առանձնանալու գաղափարի մասին, շատ փոքրերի մոտ դեռ այն միտքը կա, որ երբ որ մաման գնում է կողքի սենյակ, մաման իրան լքել է։ Ու երբ որ մենք տանում ենք մանկապարտեզ 7-8 ժամով այդ զգացողությունը ամրապնդելով երեխայի մոտ, որ մաման քեզ լքել է, գնացել է, նույնիսկ երբ որ մենք հետ ենք գալիս, իրան վերցնում ենք, տանում ենք, շատ սիրում ենք եւ այլն, շատ փոքր տարիքի պարագայում մնում է այդ մենակ մնալու զգացողությունը, ամենալավ դաստիարակ դայակների, ամենալավ մանկապարտեզի հրաշալի խմբի առկայության պարագայում էլ։ Երեխեքի մոտ լարվածությունը մնում է։ Հիմա չեմ ուզում, որ բոլոր այն ծնողները, ովքեր տանում են մանկապարտեզ, մեղքի զգացում ունենան, բայց դա պետք է ենթադրի, որ իմ ժամանակը երեխայի հետ
աշխատանքից եւ մանկապարտեզից դուրս պիտի շատ մեծանա, որ կապվածության տեսությունը ինքը իսկապես գոյություն ունի, երեխաները ունեն բազային կապվածության եւ ապահովության զգացողության ձևավորման կարիք վաղ տարիքում։ 3-ից հետո իրենք կարիք ունեն միջավայրի, իրենք կարիք ունեն մյուս երեխաներին շփվելու, խոսելու, դրա համար իրենց համար ավելի հեշտ է լինում ներգրավել միջավայր, կիսել խաղը, խաղալիքը կիսել, հա, շատ դեպքերում երեխեքը 1-2 տարեկաններից են իմն է, իրանն է, ինքը տենց հանկալում։ Իրականում հա իմ համար էլ այդ նորմալ է, որ ասի իմն է։ 3-ից հետո էլ է նորմալ, որ ասի իմն է, եթե իր խաղալիքն է, իմն է, չուզենա կիսվել, դա էլ իր Մենք էլ ամեն ինչով չենք կիսվում ուրիշները։ Չէ, բացարձակապես, հա, մեծ մարդիկ ենք, բայց ամեն մեկս ունի իր մի բանը, որ ես մանկական հոգեբան եմ, իմ սենյակում շատ խաղալիքներ կան, մեր ամբողջ թիմը գիտի, եթե իմ սենյակի խաղալիքները տեղաշարժվում են, դա իմ համար լուրջ խնդիր է, ասում խաղալիքները սուրեն։ Ասենք մեծ մարդ ես, բայց այդ արձագանքը իսկապես կա, որտեղ դա քո իրն է, դա քո աշխատանքի գործիքն է։ Նույն այդ դա էլ իր գործիքն է, այդ խաղալիքը ինքը չի տալու ոչ մեկին։ Այս առումով այդ բաժանումը երևի ավելի շատ 3+ տարիքի մասով ավելի արդյունավետ գնում։ Հա, նույնիսկ նկատել եմ, որ այն 1.5-2-ում երեխաները գնում են մանկապարտեզ կամ շուտ, իրանք իրանց հետ են խաղում, իրանք իրանց հետ խաղալիքներ, այսինքն այդ որ ասում ենք մի տարեկանից տանենք, որ սոցիալիզացվի, հա, տանում ենք, ես ընկալում եմ դա եւ ընդունում եմ դա, որ կարելի է տանել մանկապարտեզ, ինչ որ խաղահրապարակ, ինչ որ զբաղմունքի տեղեր, կարճ ժամերով, բայց դա մենք անում ենք նաեւ մեր հարմարության համար, որովհետեւ այս լարված առօրյայի մեջ նաեւ ոչ միշտ ենք մտածում ինչ որ խաղեր, որ կարողանանք խաղան կամ ոչ միշտ ենք էմոցիոնալ առումով ի վիճակի լինում դա անել, որովհետև կարանք նույնիսկ բարգանանք, զայրույթ կուտակվի մեր մեջ, քանի որ այդ պահին ուզում ենք օրինակ պարկենք, ոչ մի բան չանենք կամ չգիտեմ, ուտելիք պատրաստենք, բայց պետքա խաղանք նաև ու այդ պետքա շատ ենք լարվում, բայց դա տանում ենք մեր հարմարության համար ավելի, դա մեղք չի, իհարկե, կարելի է նաև այդպես անել, որտեղ մենք ենք մարդ, ուզում ենք ապրենք եւ մենք ենք իրանց համար պատասխանատու, պետք է առողջ լինենք, որ կարողանանք իրանց պահենք, այսպես ասած, բայց 3-ից հետո նոր նկատում եմ, որ իրանք սկսում են իրար հետ խաղալ, հա, միևնույնն է սոցիալիզացիան սկսում է 3 տարեկանից ու այ եթե նույնիսկ մանկապարտեզում եղել է էպիզոդներ, տես թեթև ինչ որ բուլինգի թեմաներ, ինչ որ, հա, այ եթե ականատեսես, որ քո երեխային ծաղրում են, քո երեխայի հետ ընկերություն չեն անում, հիմնական մասը, հա, ինչպես արձագանքել, այլ երեխան եկել է, ասում է ինձ ասեցին դու սիրուն չես, ինձ ասեցին, չգիտեմ, քո մազերը լավ է չի կամ քո հետ չենք ուզում խաղանք, ինչ պատասխանել երեխային, ասել ոչինչ բանի տեղ մի դիր, ասել ուրիշ ընկերներ գտի, ասել ոչ մի բան, ասել գնա դու քո հարցերը լուծի, ոնց է արձագանքել։ Եթե խոսքը նախադպրոցականի մասին է, այսինքն մինչև 6-7 տարեկան երեխայի մասին է, այս դեպքում ինքը հստակ պետք է ունենա արձագանքման մեխանիզմ։ Եթե գալիս է դիմում է, ասում է սենց բան են ասում, դա ոչ կարող ենք ասել բանի տեղ մի դիր, դու ավելի սիրուն ես հաստատ իմացի այդ մասին եւ անցնենք առաջ։ Երեխան պետք է ունենա ձև պատասխանելու այդ իրավիճակին, հա, ինքը խոսի, արձագանքի, ինձ դուր չի գալիս այդ, ես չեմ սիրում, երբ որ ինձ այդպես են ասում, դու չես կարող ինձ այսպես ձևով արձագանքել, հա, նույնիսկ ընդհանուր միջև ինչ կապ ունի ով ինչ տեսքի է, մենք հիմա խաղ ենք խաղում իրար հետ, բայց հենց բառային արտահայտության մակարդակում երեխան պիտի ծնողից պիտի ստանա այդ արձագանքը, ինքը ինչ գնա պատասխանի այդտեղ, որովհետև դեռ ինքնագիտակցությունը այն մակարդակի չի, որ ինքը գնա ինքնուրույն իր հարցերը կարգավորի եւ լուծի։ Մենք չենք ուզում տանենք նրա, որ ինքը բոլոր ինչ որ վատ արձագանք տվողների հետ վիճաբանության մեջ մտնի, սկսի ծեծել, կռիվանել եւ այլն, բայց չենք էլ ուզում նաեւ, որ ինքը լուռ մնա, տանի եւ համաձայնվի, որ ինչ որ մեկը ասել է դու սիրուն չես։ Դու ով ասել, հա։ Ոստեղ մյուս կարևոր գործոնը դաստիարակ դայակների ներգրավվածությունն է։ Այս տեսակ խնդիրները լինի մանկապարտեզում, դպրոցում, դեռահասների խմբում շատ քիչ են լուծվում մի կողմից։ Եվ ես մենակ ծնող որոշեմ իմ խնդիրը լուծել իմ երեխայի հետ, մեծ հավանականությամբ ես չեմ հաջողելու այդտեղ, որտեղ իմ երեխայի խնդիրը չի մենակ, դիմացից երեխա կա ու կա այնտեղ երրորդ մեծահասակ, ով կամ անտարբեր է մնում կամ չի նկատում, թե ինչ է տեղի ունենում։
եթե այն մյուս կողմի երեխայի տեսակետից է, եթե ես 4 տարեկան եմ, նեղացնում եմ մյուսին ու իմ դաստիարակը չի տեսնում, դա ինձ տալիս է հնարավորություն նորից դա անելու, անընդհատ անելու։ Իրանք կարող են գտնել տոնց տեղ, որ անեն դա, որ ոչ մեկը չնկատի, բայց ծնողի տեսակետից մեզ պետք է լինելու բանալիներ տալ երեխային արձագանքման, անպայման այդ կիսել մանկավարժների հետ, ոչ այն միտումով, որ ձեր մանկապարտեզում մի հատ անդաստիարակ երեխա կամ մի հատ զբաղվեք իրանով, այլ ինչ կարող ենք անել բոլորով իրար հետ, որ համ մյուս երեխան իր ծնողը իմանան, համ իմ երեխան իրան ապահով զգա այդտեղ։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Իսկ օրինակ, եթե արձագանքում ենք այդպես եւ ասենց ասած խառնում ենք մեծահասակներին այս հարցին, թեկուզ ոչ ագրեսիվ ձևով, հա, արդյոք այդ քո երեխայի դիրքը ուժը ասենց ասած չի փոքրացնում, որ այ գնացիր մի անգամից բողոքեցիր, դու չկարացար օրինակ ինքնուրույն դրսևորել քեզ այդ վիճակում, հա, թեկուզ ինքն իր առաջ, այսինքն ինքդ քո մեջ դու չես մտածում, որ այ ես ինձ ծաղրեցին, ես չունեցա այդ ուժը, ասենց ասած ինքնուրույն արձագանքել, թեկուզ տրված բանալի խոսքերով, եւ պետք եղավ ինձ ծնողիս եւ դաստիարակիս կամ ուսուցչիս օգնությունը եւ մշտապես այդպես վարվես, մտածես, որ դու ինքնուրույն չես կարող հաղթահարել սոցիումի ինչ որ ճնշումներ։ Չէ, դրա համար փուլերով են գնում, այսինքն որ ինքը գնում է արձագանքում, գալիս է ասում է ինչա տեղի ունենում, ոնց իրան պատասխանեցին, ինչ տեղի ունեցավ, այսինքն այդ առաջնային փուլը արձագանքման ինքը ինչ որ ժամանակ տանում է երեխայից, բայց մենք չենք կարող այս տեսակ խնդիրների դեպքում թողել նրան, որ երեխան ինքնուրույն, տենց դժվարությունների միջոցով, կոտրվելով, մի կերպ այդ թեմայից դուրս գա, որովհետև հոգեբանական վտանգի մակարդակը շատ ավելի մեծ է լինում։ Դրա համար այո, աջակցությունը լինում է կան խնդիրներ, որոնց դեպքում մեզ պետք է օգնեն։ Բուլինգը այդ խնդիրներից է, որը երեխա մակարդակում ինքը չի կարգավորվում։ Ես ցածր ինքնագնահատական ունեմ, դու ցածր ինքնագնահատական ունես։ Այս անընդհատ է լինելու իմ ու քո միջև։ Մենք անընդհատ իրար վատ բաներ ենք ասելու։ Ու ոչ մեկս դեռ բավարար հասուն չի, որ կանգնացնի այս process-ը, ու անընդհատ շղթան գնալու է։ Դրա համար բուլինգը միշտ պարտադրում է մեծահասակի ներգրավվածություն, երեխաների հարց չի։ Այ ընտանիքի դերը Տաթև ինչու՞մ է այդ ընկալման մեջ, արտաքինի ընկալման, հա, շատ հաճախ ավակ սերունդը հեսակասանելի տատիկ-պապիկներին մի բան ասեցին, այդ ոչ թե մեղադրանք է հնչում, այլ պարզ է, որ իրանց հասունությունը ապրել են լրիվ ուրիշ ժամանակաշրջանում, նախ չկար այս աշճան փոփոխությունների հնարավորություն արտաքինի եւ ինֆորմացիա, եւ դա ոչ թե մեղադրանք է, այլ այդ ուղղակի տենց է, մենք էլ շատ սխալ բաներ անում ենք մեր երեխաների հանդեպ, սխալ համարվող, որը որ դա իրենք կհայտնաբերեն, երբ որ իրանք մեծահասակ լինեն, որովհետև այդ ժամանակներն է կփոխվի, արդեն ասենց ասած մոդա չի լինի այտենց անելը, բայց շատ տեսնում ենք, հա, քննադատական ինչ որ մոտեցում, ոչ թե վատ, լավ էլ նույնիսկ երբեմն շատ են ֆիքսում օրինակ աղջիկ երեխաներին իրենց արտաքինի վրա կամ տղա հատկապես տարբերվող նորմատիվներով գեղեցիկ համարվող արտաքին ունեցող երեխաներին, որ այ դու սիրուն ես, անդադ կարա երեխան կոմպլիմենտ ստանա արտաքինի վերաբերյալ ֆիքսվի, օրինակ ինչ որ գործողության վերաբերել չստանա, ու սենց ինքը ֆիքսվի, որ իր ուժեղ կողմը միայն արտաքինն է եւ այլն, հա։ Այ ընտանիքը ինչ դեր ունի արտաքինի վերաբերյալ ցածր ինքնագնահատականի կամ բարձր ինքնագնահատականի կամ նորմալ վիճակի ձևավորման մեջ, ու ինչ խնդիրներ ես տեսնում հենց մեր հայկական հասարակության մեջ, որտեղ ստեղ ենք ապրում։ Հենց միտքս դրա մասին էր, նոր մտքում պատտում էի այդ բանը, որ Հայաստանում ծնողավարությունը երբեմն ծայրահեղությունների մասին է։ Մեկ-մեկ լինում է, որ արձագանքում են երեխային, քեզ թվում է, սենց մի հատ ոչ երկրային կերպարի հետ ես դու սկսելու աշխատել, որտեղ ինքը յուրահատուկ է տարբերվող, մարմինը տարբերվող, արտաքինը շատ սիրուն է, ու սենց այն ծնողական արձագանքը չի, որ յուրաքանչյուր ծնողի աչքին ամենալավն է երեխան, դա ինչ որ գեր արձագանք է, ու գալիս է երեխան նույն գեր վիճակով ու պարտադրանքով, որ մնացածը եւս պիտի իրեն այդպես ընկալեն։ Մնացածը կարող են ընկալել որպես ճակերտներով ասեմ հասարակ, սովորական կերպար, եթե չեն ընկալում, ինքը ինչ որ բան անում է, որ գրավի ուշադրություն։ Ինքը սենց շատ լարվում է դրանից, նեղվում է, կարող է նույն բուլինգը սկսի ինքը ուրիշների հանդեպ, որտեվ չեն նկատում։
իր յուրահատկությունը, հա, երեխաների պարագայում նույնը վերաբերում է աշխատանքներին։ Երբեմն երեխեք օրինակ նկարներ են ցույց տալիս, մեկ էլ արձագանքը ծնողի չգիտեմ, շեդևր ես նկարել, այն որ Ռեմբրանտն է այնտեղ նստած ու երեխեքը տենց են ընկալում դա, որտեվ ծնողն է ասում իրենց համար իրենք յուրահատուկ են շատ-շատ։ Արդյունքում երեխան չի պատկերացնում ոչ իր մարմնի լավ ու վատ կողմերը, ոչ իր նկարելու լավ ու վատ կողմերը։ Ծնողական արձագանքը շատ հաճախ պիտի լինի այն մասին, որ երեխան ճանաչի ինչն է իր մեջ լավը, ինչ ինքը զարգացնելու կարիք ունի։ Տեսեք, չեմ ասում վատն է։ Ինչը կարելի է ավելի լավ դրսևորումներով ցույց տալ։ Ու երբ որ ես իրան ասում եմ դու իդեալական նկար ես նկարել, մեկ էլ հանկարծ ինքը հայտնվում է միտեղ, որտեղ կա նկարող մեկը, եւ ինքը ես ունեցել եմ շատ տենց դեպքեր, որ ինքը եկավ ասաց, բայց ես փաստորեն չեմ նկարում ու ինձ շատ երկար ժամանակ խաբել են։ Հա։ Ինքը տեսավ, որ ուրիշը ավելի լավ է նկարում։ Ու ինքը հիմա ոչ թե ունի այն գաղափարը, որ ինքը ինչ որ բաներ վատ է անում, ինքը ունի այն միտքը, որ ինքը սարսափելի վատ նկարող է, ինքը շատ ու այդ բերես նրան, որ ինքը ես շատ վատ մարդ եմ, ես ոչ մի բանի արժանի չեմ սնչել։ Իրա բոլոր մասերով սկսեց կասկածել, իրա բոլոր արժեքների մասը։ Որովհետև եթե մինչև ես ինձ ասել էին, որ ես լավ եմ նկարում, բայց փաստացի դա այդպես չի, ուրեմն մնացած բոլոր բաներն են ինձ խաբել։ Ու ամենամեծ խնդիրը վստահության կորուստն է ծնողների ու մարդկանց հանդեպ։ Եվ հակառակը, երբ որ ինքը բերում է նկարը, ես շատ հանգիստ կարող եմ ասել, ինչ ես նկարել, կնկարագրես, դեռ չեմ հասկանում, բայց չգիտեմ ինչ ես նկարել, բայց գույներդ յուրահատուկ են։ Ֆորմաները իդեալական ես տվել։ Այսինքն ինքը շատ հստակ պատկերացնում է ինքը ինչն է լավ անում, ինչն է ինքը վատ անում։ Նույնը վերաբերվում է մարմնին, նույնը վերաբերվում է ինքնաանկալման տարբեր հարցերին, այլ որ մենք արձագանքում ենք իրականության, իսկ երբ որ դեռասը գալիս ասում է ձեռքերս երկար է, Երբ որ ես ասում եմ դու ամենասիրունն ես, ինքը գնում է հայլու մեջ նայում, ինչ որ այս մարմինը, ինչ որ շատ անհամաչափ է ու երբ որ դու ինձ ասում ես մամա ջան, որ քո մարմինը սիրուն է, ասում տենց չի, որովհետև ինչ որ sense անհամաչափ ուղիղ բարձացող մարմին եմ ես տեսնում հայլու մեջ։ Ու երբ որ իրականությունը խոսում ենք երեխաների հետ, որ հա այս փուլում կարող է դու տենց բաներ նկատես, կարող է այդպես լինի, որ անհամաչափություն նկատես, մի փուլ է դա լինելու, ինչ որ մի շրջան է, կամ բաներ, որոնց հետ ոչ մի բան չենք կարող անել։ Այսինքն այն որ կոնքը ձևավորված չի, կոնքը ձևավորված չի դեռ, հիմա ինչ կարող ենք անել դրա հետ, բայց ինքը պիտի պատրաստ լինի, որ կա ինչ որ ժամանակ, ինքը ավելի կփոխվի, իր մարմինը կձևավորվի, ու երբ որ ծնողից ինքը պարբերաբար այդ արձագանքները լսում է, որ էմոցիոնալ վիճակը շատ դժվար է ու ես քեզ հասկանում եմ, բայց այդ քեզ ոչ տգեղ է դարձնում, ոչ տարբերվող է դարձնում, ոչ արտասովոր է դարձնում, դու այնպեսին ես, ինչպեսին է կաս այս փուլի համար։ Մեկի մոտ կոնքերը չի ձևավորում, մեկի մոտ պարանոցն է արտահայտված լինում, մեկի մոտ մազածած կույտն է լինում, մյուսի մոտ չի լինում, մի տղա ասում է, որ այս ինչ շատ է դեմքիս մազեր են, մեկ ասում է 16 եմ դեմքիս ոչ մի բան չի աճել, ինչի է տենց եղել։ Հա ու այս տարբերությունները շատ մանրամասն երեխեքի հետ ամեն օրվա ռեժիմով քննարկել է պետք լինում։ Ծնողների հետ կապված օրինակ հաճախ նկատել եմ մի հատ կարող են sense նույնիսկ իրանց թվում է լավ բան են ասում, ասեն վայ թուշիկները, վայ մանավանդ պապաները կանան անուշադիր լինեն այդ մասով, հատկապես աղջիկների հարցում, վայ ատապներդ նապաստակի է, ասենց ինչ որ բան ասեն ու նենց խոցեն երեխային, չես կարողանում ոնց որ ապրես անընդհատ մտածելով դու ինչ խոսացիր ամեն վայրկյան, որովհետև տանը դու հանգստանում ես, հա, իհարկե շատ պատասխանատու գործածնող լինելը, բայց չմոռանանք, որ բացի ծնողից մենք մարդ ենք, մենակ ծնող չենք, առանցին են, որ ասում մենք էլ մեր ծնողների երեխան ենք ու լինում է, որ դու որպես շատ մտերիմ մարդ չես մտածում ինչ ես խոսում ու կարաս ինչ որ ատամին, ինչ որ կամ դարանես բոյին, ինչ որ sense քաշին, գույնին, մաշկին, հա, ու հումոր անեն նույնիսկ ու այդ կարա նենց խոցի երեխուն շատ ուժեղ, հա, որ ինքը անընդհատ ֆիքսվի դրա վրա, նույնիսկ մեծ տարիքում, այ հորդորս է, երևի դու էլ հորդորես, հա, ծնողներ ջան, մի քիչ ուշադիր եղեք, կարաք նենց վիրավորեք երեխային, ինքը այդ պահին չի վիրավորվում, որովհետև ձեր երեխան է, բայց հետո ամբողջ կյանք ասենք թե օրինակ կոնքերի նկատմամբ ինչ որ կոմենտարի ամբողջ կյանք այդ երեխան տաբատ ընտրելուց կարա նեղվի։ Այո, մենք էլ ենք մարդ ու մենք էլ պետք է հանգստանանք, բայց երբ որ կա մեկ ում համար մենք պատասխանատու ենք,
դա մեր վարքը էականորեն պետքա փոխի։ Մշտապես։ Հա, բժիշկ ես, դու գիտես այդ մասին, երբ որ գալիս է պացիենտը, դու մաքսիմում անում ես այն բանի համար, որ ինքը իրան ցանկացած պրոցեդուրայի ընթացքում կոմֆորտ կա, որ ինքը չլարվի, չնեղվի։ Չեմ կարող ասեմ, այսօր տրամադրություն չունեմ, գիտես։ Նույնիսկ եթե հատկապես երբ որ ինքը գալիս է կոսմետիկ միջամտության, ինչ որ մի բան պետք է անի իր արտաքինի համար, երբ որ ես միշտ ծնողներին մեկ-մեկ չգիտեմ, ես վախեցնում եմ այս միտքը թե չէ, բայց ասում եմ, երբ որ դուք ունեք ձեռահաս, ձեր տանը կա պայթուցիկ։ Ինքը ցանկացած պահի կարող է պայթել ու ձեր արձագանքից կարող է դա լինել։ Այդ դեպքում, երբ որ մենք խոսում ենք արտաքինի հարաբերությունների ինքնավերաբերմունքի մասին, այո, այդ մեր ծնողավարությունը մի քիչ ավելի լարելու է, բայց մենք պիտի զգոն լինենք ինչ ենք ասում։ Ես չեմ կարող 12 տարեկան դեռահաս աղջկան քաշի մասով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ես ունեցել եմ նաև երեխեք, ովքեր կարող է անհավատալի թվա, բայց շատ գեղեցիկ մարմին ունեին եւ երբ որ պարբերաբար իրենք ստացել են արձագանք նրան, որ քո մարմինը շատ սիրուն է, լավ նիհարես, ինքը որոշել է, որ չի ուզում այդ լսի այլևս ու գնացել ենք դեպի նյարդային բուլիմիայի զարգացման։ Կարող է պարադոքսալ է հնչում, բայց այդ տարիքում այնքան տարբեր կարող են լինել երեխաների արձագանքները։ Նախ չափից դուրս կենտրոնացվածությունը, անընդհատ նույն բանի մասին խոսել այդ ծնողները շատ ունեն։ Կենտրոնացել են մի բանի վրա, անընդհատ նույն բանի մասին են ասում։ Չի ուզում այդ երեխան դրա վրա կենտրոնանա, կարող եք մի պահ հանգիստ թողնել իրան դրա մեջ։ Եվ մյուս գաղափարը, երբ ես տեսնում եմ, որ քաշը ավելանալուն է գնում, ես ոչ թե քննարկում եմ իր հետ այն, որ գիտես դու պիտի նիհարես, այլն ինչ ես ուզում անենք իրար հետ, որ օրինակ առողջ մարմնի տեսքը կարողանանք պահպանել։ Ես էլ քեզ հետ միասին։ Ինչ էլ չասել, ինչ որ ժամանակի անցկացնելու մեթոդով, օրինակ միասին գնալ մամա աղջիկ պիլատեսի կամ տղայի հետ գնալ զբոսանքի եւ այլն, հնարավոր է։ Ինչ կուզեի ասել, նաեւ այդ դրական մասերով էլ, որ դրականը, երբ որ անընդհատ ընդգծվում է, որ ինչ սիրուն դու մազեր ունես, հա, ինչ լավ ես օրինակ թռնում, չգիտեմ, վայ ինչ լավ ես լողում, արդեն ուռճացված տարբերակում, հա, իհարկե պետքա քաջալերել երեխային, իհարկե պետքա ասել, որ այ ինչ լավ արեցիր, ընդգծել, որ ոգևոր ենք, բայց երբ որ երեխան սկսում է անցնել, որ իրան սիրում են, որտեվ ինքը լավ է թռնում կամ լավ է լողում եւ այլն, ինքը անընդհատ հիվանդագին փորձում է սատվեցնել, փորձում է համապատասխանի այդ գծին, այդ նշաձողին, որը ծնողը կոպիտ ասած դրել է իր սիրո համար, հա, ու տանջվում է իր ամբողջ կյանքը, հա, այ դու սենց ես ու երբեմն ծնողների հետ որ խոսում ենք, ասում ենք գիժեք եւ մենք կսիրենք իրան ամեն ձև, ինքը լավ թռնի, թռնի բան, բայց այդ սիգնալները հաճախ չի ստանում երեխան ու դրա մասին պետքա բաց խոսել, որ մենք կսիրենք քեզ ամեն ձև, հա, բայց երբ որ դու առողջ ես, երբ որ դու ինչ որ առումով հաջողակ ես, բան դա մեզ ուրախացնում է, բայց երբ որ դու չլինես էլ մենք քեզ կսիրենք, հա, երբեմն ծնողների մեջ վախ կա, որ դա կտանի պորտաբուծության, ինչ որ անաշխատասիրության, որ սոցիումում պրայավ լինի, հա, հայերեն արտահայտված չի լինի երեխան եւ սենց վախացնելով ուզում են առաջ տանեն, դժվար է այդ սահմանը պահել, որպես ծնող էլ ասեմ, հա, որ երբեմն իհարկե բոլորս էլ սխալներ անում ենք, բայց պետք է երևի աշխատենք մեր վրա։ Սենց մի հատ գաղափար կա, որ ավել սերը երբեք չի վնասում երեխաներին, բայց ավել սերը չի արտահայտվում նրա մեջ, որ դու թռնում ես, վազում ես, սպորտով ես զբաղվում, լավ դաս ես անում եւ այլն։ Սերը այդ շատ ծեծված արտահայտությունն է հոգեբանության մեջ, դա երեխայի ոչ պայմանական ընդունումն է։ Չկա որևէ նախապայման, որով որ ես իմ երեխային սիրում եմ։ Մեկ-մեկ որ ծնողները ասում են, ես յան այնքան եմ ասել, որ sense բան չանես, ես քեզ էլ չեմ սիրի։ Ասում չեք սիրում, ասում սիրում եմ։ Իմաստը է այդ արտահայտության։ Կա ինչ որ մի բան, որ ձեր երեխան անում է ու դուք դադարում եք ձեր երեխային սիրել։ Այդ զգացողությունը չունենալ իր հանդեպ։ Սովորաբար դա չի լինում։ Եթե մենք շատ ավելի բան զայրանանք, կարող է ներվենք, բայց դա այնքան արագ անցնում է, դա այնքան հատկապես ծնողի մոտ զգացողությունները միանգամից սկսում են փոփոխվել։ Միևնույնն է, մենք նեղացած կարող ենք մնալ։ Կարող է այնպես լինի, որ ես ասեմ, որ այս պահին ես շատ վիրավորված եմ ու չեմ կարող էլ խոսել։ Երեկոյան կխոսենք կամ ավելի ուշ իրար հետ։ Այս բնականon է, որովհետև իսկապես կարող է չկարողանաս այդ պահին։
Բայց այն որ ես քեզ չեմ սիրի կամ եթե դու այդ 10-ը բերեցիր, ապրես այնքան շատ եմ սիրում, որ դու 10-ը ես բերում դպրոցից։ Չէ, ինչի։ Շատ լավ է, դու շատ խելացի ես դառնում, երբ որ 10-երով ես սովորում։ Դու շատ խելացի ես լինում, երբ որ կարողանում ես կարդալ ինչ-որ բաներ։ Հա, շատ լավ է դա, բայց ես քեզ սիրում եմ եւ գիրք կարդացած, եւ չկարդացած, եւ դասերը տարած, չարած, եւ ավել քաշով եւ պակաս քաշով։ Եթե ինչ-որ ուղղորդում անում ենք, ավելի քո համար է, ոչ թե ծնողի սերը վաստակելը, ուղղակի շատ հաճախ երեխաները դա չգիտեն։ Մենք գիտենք որպես մեծահասակ, որ մենք իրանց սիրում ենք ամեն ձև, բայց երեխաները դա չգիտեն, որովհետև մենք ուզում ենք ինչ-որ սենց ասած շանտաժներով, հա, բերել իրան այդ ծեփենք իրանցից այն մարդը սարքենք, որը որ պատկերացնում ենք, որ կլինի ապահով իրանց ապագան, այդպես ապահով կլինի ավելի։ Իհարկե գարանտիաներ չունենք ոչ միտեղ, հա, բայց ամեն դեպքում ապեցանողի այդ վախի զգացողությունից դրդված, այ որ լավ սովորի, սենց կանին, հենց կամ մենք պատկերացնում ենք մեր երեխայի կյանքը, հա, ու մինչև մենք չենք դառնում ինչ-որ հասուն տարիքի, չենք հասկանում, որ չէ, էլի չես կարա մինչև վերջ մեկը պատկերացնես։ Անհնար է, մի 11 տարեկան երեխա էր, մի օր շատ յուրահատուկ արձագանք տվեց, մաման ասաց, դե հասկանում ես, ես ավելի փորձով եմ, ես ավելի լավ եմ պատկերացնում, բան ու ինքը պտտվեց, ասաց, բայց կլինի ես էլ փորձ ձեռք բերեմ ու սենց շատ բաները, հա, այդ արտահայտությունը սենց ուղղորդված դեպի ծնողին, որ ես էլ պիտի անեմ, պիտի սխալ անեմ ու հասկանամ, որ սխալ եմ անում։ Մենք մեկ-մեկ որպես ծնող այնքան ենք ուզում ապահովության բարձիկներ դնել, որ բաց ենք թողնում այն պահը, որ երեխան ինքնուրույն անելու կարիք ունի, ինքը պետքա փորձի, սխալվի, համոզվի, որ այդպես այլևս չի անելու։ Խոսքը չի գնում այն մասին, որ իրենց վնասեն կամ ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն, բայց կենսական հարցեր կան, որտեղ երեխաները իսկապես պիտի անեն, փորձեն, հասկանան ուզում են, թե չեն ուզում։ Ու ես չեմ, որ պետք է իրան բացատրեմ։ Երեխեք ունեմ, մեկ-մեկ ասում են, մամ, ես սոված եմ։ Հա։ Մամ, ես մրսում եմ։ Շատ պրիմիտիվ է, բայց կան այդպես երեխաներ, որտեղ իրենց չեն թողում ամենապարզ մակարդակում իրենց ֆիզիկական կարիքները զգալ։ Պացիենտներ, օրինակ, կարա աղջիկը հասուն գա, հասուն ասելով 20 տարեկան, նույնիսկ 17-18 չի, հա, 20-22 տարեկան աղջիկը գա, ուսանող են, որ լավ սովորում է, ասենց ամեն ինչ ընտիր է, իդեալական է, որ ասում սպորտսմենկը կամ սամոլկը կրասավիցը գալիս է նստում, հա, մամայի հետ, հա, ակնեի բուժում է, ասենք, ու դու հարցնում ես, օրինակ, չգիտեմ, վերջին դաշտանը երբ է եղել, ինքը նայում է մամայի դեմքին։ Իրա մաման է կավահում կալենդարը, իրա նույնիսկ ինձ իմ հարցերի, հա, կամ ցավոտ է, իրա մաման պատասխանում է իրան դա ցավոտ է, թե չէ, հա, այն որ մի անգամ նույնիսկ մաման դուրս էր եկել լվացվելու սենյակից, ասում կարող է ինչ-որ բան ունեք, որ առանց մամա ուզում եք, օրինակ, հա, կարող է այս մարդը ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ հարաբերություններ ունի, որի մասին ուզում է խոսա, կամ այդ ամեն ինչը կապ ունի եւ էմոցիոնալ դաշտը կապ ունի ակնեի հետ եւ այլն, հա, եւ կենցաղը ինչպես է զգում, որ ժամին ես քնում, զարթնում, հա, ու նենց հետաքրքիր է, այդ աղջիկը մաման վստահեց մեզ, հասկացա, որ չենք վնասելու իրան, ու սկսեց մենակ գալ արդեն կոնսուլտացիաների երկրորդ, երրորդ այցից հետո, ու ես նկատեցի, որ մի տեսակ ինքը լրիվ ուրիշ է առանձին, հա, այդ գերհոգատար, բայց իրականում ծիրան ծնողները այնքան շատ են մեր սոցիումում ու ինձ ուղղակի սարսափեցնում է կողքից այդ պահը, որ նայում եմ, մեկ էլ ահավոր է, երբ որ ավելի շատ ես կանանց հետ եմ շփվում, որտեվ ամեն դեպքում աշկաբան կոսմետոլոգ եմ, դեռ Հայաստանում շատ չեն այցելում, տղամարդիկ այցելում են, բայց այդքան շատ չէ, եւ մայր եւ աղջիկ հաճախ են գալիս ակնեի խնդրով ու կարա մաման լինելով օրինակ ավելի սոցիումում ընդունված նորմատիվներ, ավելի գեղեցիկ կին կամ ինչ-որ սենց իմ մոտ, օտար մարդու մոտ ասի, օրինակ նենց մազոտ է ինքն, ուզում եմ ես, մաման, ուզում եմ այս մազերից ազատվեմ, ուզում եմ իրան նիհարացնեմ, ուզում եմ իրան չգիտեմ ինչ անեմ, ասենք քիթը փոքրացնեմ, շուրթեր մեծացնեմ եւ այլն, հա, դա էլ մի ծայրահեղություն այն չթողելու հակառակ ու սենց որ նայում ես, սրտից ցավ է տալիս այդ պահին, դու այդ երեխու ցավը զգում ես, որ իր ամենասիրելի մարդը ու ամենասիրող մարդը իրան ուզում է փոխի ու պատկերացնում ես իր կենցաղում ինչքան շատ է ասում այդ մաման այդ ամեն ինչը, ինչքան էլ ուզես փոխել, ինձ թվում է չի կարելի այտենց ասել, այն էլ օտար մարդու մոտ առավել եւս ավելի անպաշտպան է դառնում մարդը։ Դա բացարձակ անընդունել
էլի արձագանքը, ինչ ասես երեխային, ասես որ մազոտա ինքը, այդպեսին է։ Հա, ուզում եմ փոխեմ, ուզում եմ, այսինքն ինքը սևագիր է, ես ուզում եմ իրան սենց անեմ, հա։ Դասավորել եմ ուզում, տեղավորել եմ ուզում։ Անհատականության մասին մոռանալու գաղափարը երևի ամենատարածված ծնողական խնդիրն է, որ մենք մոռանում ենք այն մասին, որ այս երեխեքը փոքր տարիքի, դեռահասներ, հասուն տարիքի իրենք ինքնուրույն ձևավորվող անձ են, իրենք կարիք ունեն իրենց կարծիքը իրենց մասին ձևավորելու։ Շատ հնարավոր է այդ երեխան ասի, ես իմ մազերի հետ ես հաշտեմ։ Մի ձեռք տվեք ինձ, մի կպեք մաքրի եւ աղա ուզենա, չգիտենք ինչ կուզենա։ Հա, բայց չատի իրան մազերով նաեւ, հա, այսինքն չգիտեմ, կան մարդիկ, որոնք ընկալում են, որ իրանք ունեն օրինակ թևերի վրա մազածածկույտ ունեն խիտ, քան իրանց սեռին սովորաբար բնորոշ է լինում, բայց իրանք չեն ատում իրանց, որ այդ մազը աճում է, բայց ուզում են ազատվեն դրանից, հա, բայց իրանց անձը չեն ատում, այդ ընտանիքից ավելի շատ բան է գալիս։ Կարծես անձի բնութագրիչները չի հարաբերակցվում մազի աճելու հետ։ Հա, ես պացիենտների հետ, նո աղջիկ երեխեքի մոտ հատկապես այդ խնդիրը կա, ու մի դեպք հիմա հիշեցի, երբ որ դաշտանը սկսվել էր ու մամայի առաջին ռեակցիան եղել էր վայ փաստորեն դու էլ կրակը ընկար։ Հա, ինչի ասենք։ Ու մեզնից պահանջվեց մոտավորապես 1 տարի, որ մենք բերենք նրան, որ այդ երեխան պատկերացնի, որ իր հետ ոչ մի սարսափելի բան տեղի չունենում, որ դա բնականon է, որ մարմնի աշխատանքն է, որ այստեղ ոչ մի խնդիր չկա այդտեղ։ Հա, այսինքն կյանքի են դրական պոզիտիվ, ըստ էության, հա, կնոջ օրգանիզմի առողջ գործունեության process-ն է, ու դա այնպես էր ներկայացվել ընտանիքի կողմից, որ երեխան ուներ զզվանքի զգացողություն իր հանդեպ յուրաքանչյուր ամիս։ Ինքը գերադասում էր դուրս չկար, գերադասում էր ոչ մեկի հետ չշփվել, փակված լիներ այդ օրերի ընթացքում, որովհետև դա զզվելի ատահաճ է, ինքը կրակն է անկել, որովհետև սենց բան է իր հետ տեղի ունեցել, հա։ Հա, արձագանքները, այո, մենք մեծացնում ենք առանձին անհատ մարդ, ու երբ որ բալիկ ենք ունենում, մենք որպես ծնող վերցնում ենք մեր վրա այդ պատասխանատվությունը, որ մենք պիտի աջակցենք երեխային։ Դա մեր պատասխանատվության տակ է, մենք չենք կարող հոգնել այդ աշխատանքից, մենք չենք կարող հրաժարվել դրանից, անզգուշ լինել։ Մեր աշխատանքում մենք ոչ մեկս անզգուշ չենք լինում այն մարդկանց հետ, ում հետ որ առնչվում ենք։ Ով ասել, որ երեխայի հանդեպ կարելի է այդպիսին է լինել։ Դե որովհետև երեխան անպաշտպան է, ինքը չի կարողանում արձագանքի։ Մեկ էլ որովհետև երեխան մտածում ենք մերն է, իմնա, ոչինչ, մի ժամ հետո կարձագանքեմ, մի ժամ հետո կխաղամ, բայց երեխային արձագանքը, որ մաման իմ համար ժամանակ չունի, ես պապային չեմ տեսնում, պապան իմ հետ առհասարակ ոչ մի բանի մասին չի խոսում, մաման մենակ որ խոսում է, ասում է ես ինչ թերություններ ունեմ, սրանք կարմիր գիծ են ծնողավարման մեջ, որ մենք ինչ-որ մի բան սխալ ենք անում երեխաների հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում և Apple Podcast-ում։ Իսկ հակառակ կողմը, երբ որ ոչ թե ծնողն է ուզում փոփոխի երեխային կամ անընդհատ ընդգծում է իր թերությունները, հա, որպեսզի ինքը նորմալ լինի, պետք է սա ուղղել, այլ հակառակը, երբ որ երեխան ուզում է փոխվի, փոփոխություն ուզում, հա, օրինակ արդեն 16 տարեկանից բարձր է կամ 17 տարեկանից բարձր է, արդեն դա այն տարիքն է, երբ որ իհարկե հիմնական կոսմետոլոգիական միջամտություններ 18+ են, քանի որ փորձարկվում են պրեպարատները եւ սարքավորումները չափահաս մարդկանց վրա, այդ նպատակով 18+ են, բայց բոլորս է գիտենք, որ ոսկրային աճը կարող է շուտ կանգնել, մարդիկ վիրահատում են քիթ, մինչեւ այդ տարիքը մազահեռացում են անում, եթե արդեն հաստատված մենստրուացիա ունեն 1 տարի շարունակ, հա, եւ այլն, եւ ավելի շուտ է սկսում այդ կարիքները եւ տղաների եւ աղջիկների իրանց արտաքին մեջ որոշ բաներ շտկելու, ուղղելու կամ լավացնելու, վատացնելու, արդեն ամեն մեկի ընկալումը տարբեր է, փոփոխելու։ Ավելի շուտ է սկսում, քան չափահասությունը։ Ինչ արձագանքներ ես տեսնում մեր սոցիումում, շատ հաճախ տեսնում եմ պապաս չի թողում հոնքերս հանեմ, բայց ես ուզում եմ, օրինակ ինչի է այդ երեխան ուզում եւ ինչի պապան չի թողում եւ արդյոք թողի թե չթողի, կա արդյոք կարծիք դրա վերաբերյալ։ Եթե հոգեբանական տեսակետից նայենք, ֆիզիկական միջամտության արձագանքները թույլատրելի են այն չափաբաժնով, ինչքանով իրենք չեն վնասելու երեխայի ֆիզիկական առողջությանը։
այսինքն ակտիվ իրահատությունն ա պետք է մի տարի հետո ինքը նորից անի, որովհետև փոփոխություն ա տեղի ունեցել ու ինչ որ ինքը ակնկալում էր միանշանակ չարժի անել։ Չէ, իսկ եթե հասուն է, բժիշկը թույլատրում է եւ այլն։ Եթե հասուն ծնողը չի թույլ եթե տալիս։ չափահաս մարդ է, այստեղ երևի մեր հասարակությունը պետք է ընդունի, որ եթե մեր Դու չես կարող թույլ չտաս։ մեր երեխան, ասենց ասեմ, 18 եւ ավել է, մենք այդտեղ իրավասություն ունենք խորհուրդ տալու, սահմանափակել չենք կարող։ Իմ օրինակը բերեմ, ես աչքերի վիրահատություն եմ արել կարճատեսության, երբ որ ինձնից շատ գոհ 18 տարեկանում գրեցի բժշկին, որ ես ուզում եմ վիրահատություն անեմ, ինձ ասեցին, որ 23-ն է նախընտրելի տարիքը, այս պահին չեն անելու, այդեն շատ երկար բանի մեջ էի, լուրջ մտորումների մեջ էի, այդ վիրահատությունը եղել է 28-ում, որտեղ երբ որ եկավ 23-ը մտածեցի, որ դե լավ, պետք չի։ այս պահին ոնց որ թե ինձ այդքան էլ դա չի խանգարում, ու այնքան կարևոր էր, որ դու ունենում ես այդ ժամանակը ու հնարավորությունը մտածելու, երբ որ դու 18 տարեկան ես, երբ որ դու 23 ես ու երբ որ դու 28 ես, ինչքանով է արդյունավետ լինում այդ միջամտությունը հենց քեզ համար։ Սահմանափակել այն դեպքում, երբ որ իսկապես դա վնասակար կլինի երեխայի համար, ու այստեղ է ծնողական հեղինակությունը, որ հա կան տեղեր, որտեղ որ մենք դեռահասին ասում ենք կներես, բայց դու դա չես անելու։ Օրինակ դաջվածք չես անելու, որտեղ փոքր ես դրա համար։ Եվ դա մշտական ինչ որ Դա երևույթ է, մշտական է, ինչքան էլ հեռացնում ենք, բավական դժվար է հեռանում։ Մի տարի հետո դու կարող ես որոշես, որ դու չունես, չես ուզում ունենաս, բայց կներես այդ շանսը էլ չես ունենալու։ Բայց միշտ գտնել այլ ընտրանքներ։ Հիմա այնքան շատ նույն դաջվածք օրինակ բերեցի, այնքան տարբերակներ կա, որ կարելի է ունենալ, տեսնել, դուրս գալիս է, դուրս չի գալի, ժամանակավոր մաքրվեց, հետո։ Դե ավելի շատ ինձ թվում է սոցիումից են շատ բաներ կա, որ առողջությանը չի վնասում, բարձր այդ ունքեր հանել օրինակ, կա առողջությանը չի վնասում։ Չէ, դրանց մասին չի խոսքը, հա։ Կամ ինչ որ sense բաներ կա, որ չի վնասում, բայց շատ անգամ ծնողները մենք էլ ենք ծնող, պատկերացնում ենք, որ ինչ որ բաներ կա, որ իրոք դժվար է ընկալում, որ հասարակությունը կարա քննադատի քո երեխային եւ տարբերվող հավարի։ Օրինակ շուրթերի մեծացումը կամ նույն քթի վիրահատությունը շատ ծնողներ վախենում են անզգայացումից, հա, ինչի համար իրանց երեխան դե գեղեցիկ է իր հանց համար ամեն ձևով, ինչի համար ավելորդ անզգայացում ստանա երեխան, բավար մի բան ինչ լինի, լինում են դեպքեր եւ մահվան ելքով ոչ հաճախ, բայց լինում են, ինչի համար ռիսկի դիմաց չեղած տեղից խնդրեմ սարքել, հա, ու չափահասների դեպքում էմոցիոնալ արգելքներ են դրանք, ու չմոռանանք, որ մեր հասարակության մեջ դեռ 23-25 տարեկանում շատ հաճախ ծնողներն են սոցիալապես ապահովում երեխաներին, հա, եւ այդ բանն է կա, այն որ ինքնուրույն չի, եթե ինքը այդ ընկալումը շատ կա, որ ինքը իրավունք չունի իր մարմնի մասով որոշում կայացնելու, եթե ինքը չի ֆինանսավորում ինքն իրան, ասենց ասեմ։ Ոնց ես նայում այդ տեսակետին, եւ ես շատ տեղեր եմ դա տեսնում, եւ երեխան էլ է համարում, որ եթե իրան պահում են որպես երեխա, ինքը իրավունք չունի որոշի իր քիթը վիրահատի, թե ինչ որ մի բան անի, հա։ Բայց եթե դա լիներ, ասենք, թե չգիտեմ, բլուսկայի կամ սառոչկայի կամ գնում կամ ջինսի, որ նորմալ է այդ ծնողի համար, ինքը կարար դրա գումարը վերցներ ծնողից։ Դրան ոնց է։ Մի քիչ շատ հակասական հարց է իրականում առաջ գալիս, որ նախ եթե 25 տարեկանն է անձը հասուն ու իսկապես գտնվում է ամբողջությամբ ծնողներից կախվածության մեջ, ուրեմն պետք է հաշվի նստի շատ բաների հետ, որտեղ այստեղ երեխայի մասին չենք խոսում, մենք չենք խոսում փոքր տարիքի մարդու մասին, ում որ ծնողները պիտի պարտավոր են այս պիտիների շարքի մասին, ինքը հասուն մարդ է, ընտրել է դա, դրա հետ որևէ խնդիր չկա, դա այդ մարդու ընտրությունն է, ուզել է, շատ լավ, բայց նաև դա ունի հետևանքներ ու հետևապես ես որպես հասուն մարդ պիտի փորձեմ հասկանալ ինչքանով եմ ես դրա մեջ ինձ լավ զգում։ Եթե լավ չեմ զգում, ուրեմն իմ քայլերը որոնք են, սա անձի հասունության հարցն է արդեն ու ինքնուրույն կենսագործունեությունը կազմակերպելու եւ քո կարիքների մասին հոգ տանելու։ Այստեղ եթե ընդունել եմ ծնողի պայմանները, ուրեմն պետք է ընդունեմ այն պայմանը, որ ինքը նաև կարող է այն վիրահատությունը չֆինանսավորի։ Իսկ ծնողը արդյոք ճիշտ է վարվում այս պարագան, որ եթե էլի եմ ասում տաբատ գներ երեխան, ասենք այդ նույն գումարի ընդունելի է, բայց եթե որոշել է գնա, չգիտեմ, թարթիչները փոփոխի կամ շուրթեր անի, որը ծնողը մտածում է օրինակ, որ կընդգծի իր ինչ որ բաներ ու կարող է սոցիումի կողմից որպես վուլգարություն ընկալվի, իր ամուսնությանը խանգարի ինչ որ sense բաներ,
դրա համար չի թողնում, ոչ թե որ ինքը չի մտածում, որ ավելի սիրուն կլինի, այլ դրա համար չի թողնում, որ չմտածեն, չգիտեմ ինչ, ծնողի կողմից արդյոք դա ճիշտ է։ Սա ծնողի կարծրատիպերն են։ Մենք շատ բաներ ծնողների հետ տենց վերափոխումներ, պատկերացումների փոփոխություններ շատ երևի չենք կարող հույս ունենալ, որ ինքը այդ ամեն ինչը պետքա փոխի, ինքը ունի իր պատկերացումները։ Ամենակարևոր բանը երևի ծնողավարության մեջ, որ հաշվի նստել երեխայի հետ, դա քննարկել, 23 տարեկանի մասին եթե խոսում ենք, այդքան էլ երեխայի մասին չի, բայց փորձել հասկանալ կարիքը որտեղից է գալիս։ Իսկ եթե դա բերում է նրան, որ ես ունեմ ցածր ինքնագնահատական, ես իմ ինքնավերաբերմունքը շատ վատն է, ես շատ բացասական եմ ինձ վերաբերվելու եւ այդ մի միջամտությունը ինձ օգնելու է իսկապես իմ անձի հանդեպ վերաբերմունքը փոխել, ապա երևի արժի մտածել դրա հետ կապված։ Արժի մտածել անել, չանել, այդ պլյուսները, մինուսները որոնք են այդ միջամտության մեջ, ոչ թե ուղղակի ես իմ պատկերացումներից մերժում եմ, որովհետև ես այդպես եմ կարծում ու արդյունքում ունենալ ցածր ինքնագնահատական, սոցիալական շփումներ չունեցող անձ, ով որ միևնույն է օրինակ այդ ամուսնության գաղափարին չի հասնի, որովհետև տնից դուրս չի գալիս, դեռ նեղվում է իր թարթիչներից, շրթունքներից, քթից եւ այլն։ Երկխոսություն ունենալը ընտանիքում երևի համար 1 գործունեությունն է, որ պետք է իրականացնել, հասկանալ ով ինչի կարիք ունի, ինչի համար է ինքը ուզում եւ ես ինչի համար եմ դա արգելում։ Դեռ երբ որ ինքը 15 է ուզում է քթի վիրահատություն անի, ես որպես ծնող շատ հստակ գիտեմ ինչի եմ արգելում այս փուլում։ Երբ որ ինքը 25 է, այստեղ երևի մի քիչ պետքա պատկերացնել այն թե ինչ սահմանների մասին է խոսքը գնում։ Իսկ այդ արգելքները ծնողների կողմից օրինակ կարող է տղաներին էլ ուղղված լինի կամ ոչ արտաքինի փոփոխությունների վերաբերյալ լինի, երբեմն էլ նկատել եմ, որ ծնողները հասուն զավակին, որը որ լրիվ անինքնուրույն է, հա, այդ արգելքների միջոցով փորձում են բրթեն դուրս այդ անինքնուրույնությունից, այսինքն տես մինչև այն որ ասում են մինչև դու իմ տանն ես ապրում, հա, դու իմ օրենքներով պիտի շարժվես, ուզում են մի տեսակ sense բրթեն, որ ինքը չուզի էլ իր տանը ապրի։ Բայց դա շատ կոմֆորտ է, շատ հարմար է ապրել մամայի, պապայի տանը, մամայի, պապայի թողեցքից վիրահատեմ, չէ՞։ Միանշանակ է շատ հարմար բան է, բայց երևի որպես ծնող պետք է մտածենք ինչն է բերել նրան, որ ինքը ինքնուրույնության ցուցիչներ չունի։ Չեմ ուզում հիմա այնպես ստացվի, որ բոլոր տեսակի խնդիրների սկզբնախբյուրը ծնողներն են։ Չէ, իհարկե, չէ։ Նաև մենք ենք, որոնք կամ երեխաները, որոնք որ ես պետք է հասկանամ, ես դուր չի գալիս փոխի։ Հա, եթե 25 ես, դի պատկերացնես դու ուզում ես քիթդ վիրահատես, հետո դի գնաս աշխատես։ Ինչքանով ես ուզում։ Ինչքանով է դա առաջնահերթ քո համար։ Եթե դու 15 ես, այո, այդպես գտնվում ես դեռ մամայի, պապայի խնամատարության տակ, իրենք պատասխանատու են, շատ բաներ իրենք պետք է անեն քեզ համար, դու էլ պետք է հաշվի նստես դրա հետ, ու իհարկե գիտակցումը այդքան մեծ չի լինում 15-ում, բայց այդ անինքնուրույնության վիճակը 25 տարեկանում, սա խնդիր է, ու մեկ-մեկ որ ասում են, որ վայ, հայ ծնողները այսպեսին են, այնպեսին են, պահում են փեշի տակ եւ այլն։ Թե երեխաներին էլ է հարմար բավականին ինքնագիտակցություն ունի հասկանալու համար, որ ինքը պիտի դուրս գա այդ իրավիճակից։ Ուղղակի մեկ-մեկ լինում է, որ ոչ թե ֆինանսական այդ կախվածությունը, այլ էմոցիոնալ այդ սեպարացիա խնդիրն է, այսինքն երեխան մտածում է, որ ինքը ասենք թե գնա, օրինակ կանանց մոտ է հաճախ այդ պահը լինում, որ եթե ամուսնացած չի կինը, հա, ընդունված է մեր հասարակության մեջ, որ պարտադիր ծնողների հետ է ապրում, հա, օրինակ եթե առանձնանա, վիրավորվում են ծնողները կամ ինչ որ նեղանում են, հա, վատանում են հարաբերությունները ու այդ էմոցիոնալ դաշտը, որ դու նեղացնում ես քո սիրելի մարդուն, էդ էլ է մեկ-մեկ հետ պահում։ Դա ծանր բան է, շատ, բայց սահմանի հարց է։ Այսինքն, եթե կա որոշում, որի մեջ ես որպես անձ լինելու եմ ավելի հանգիստ, ինքնաբավ, աջակցելու եմ իմ ծնողներին, ավելի լավ փոխհարաբերություններ եմ ձևավորելու, հա, ինչ որ մի պահ կա դժվարություն, որի միջով պետքա անցնել, գնալ այդ մտքին, որ մի պահ դժվար կլինի, հետո այդ շրջանը մենք կանցնենք։ Խոսքը առողջ հարաբերություններով ընտանիքի մասին է, որտեղ հա կարող է օրինակ papan կամ maman ասել ոնց գնաս մենակ ապրես, խայտարակ կլինենք հարևանները, ինչ կասեն, որ դու առանձին ես ապրում, բայց ընդհանուր առմամբ նորմալ հարաբերություններ ունեն։ Այս ընտանիքներում հնարավոր է, այո, որոշումը կայացնել գնալ ու հետո փորձել վերակառուցել այդ հարաբերությունները, որոնք ինչ որ չափով տուժել են։
Եթե ավելի վատ ընտանիքների մասին է խոսքը, վատ ասելով են դեպքերում, երբ որ դա էմոցիոնալ մանիպուլյացիա է, երբ որ քո գնալը դիտվում է բացասական ինչ-որ մի իրավիճակ, դու թողնում ես ծնողներիդ, գնում ես մենակ եւ այլն, այստեղ ավելի բարդ է լինելու, բայց երևի էլի գնալը շատ խրախուսելի է լինելու։ Եթե գալիս են մեծահասակի հետ ու երեխա օրինակ մեծահասակի համար են գալիս ու կողքից երեխան ասում է օրինակ ուզում եմ շուրթերս փոփոխեմ կամ ինչ որ բան երեխան չէ իր երեխան բայց չափահաս է հա կամ 18 տարեկան է հենց այդ սահմանին է գտնվում ու ծնողը չէ ինչ ես խոսում չէ ու ուղակի արդեն տեսնում եմ որ այդտեղ այդ սոցիալական քննադատության բանն է երեխայի մոտ է գուցե աչքի ընկնելու ցանկությունն է գուցե իրոք պետք չի շուրթերը փոփոխել կամ ինչ որ մի բան ու մեկ ասում բայց ինչի չէ, բայց դիտվում է դա, որ ես համոզում եմ, որ անեմ, որտեվ կոպիտ ասած ես եմ անողը։ Բայց ինչի չեն, իմ ավելի ուղղված է, բայց էլ երբ այս մարդը իր կյանքը ապրելու իր ուզած շուրթերով օրինակ, հա, ինչի պետք է ինքը 60 տարեկանում վերջապես ունենա իր ուզած ունքի ձևը կամ շուրթի ձևը եւ այլն, հա։ Հա, 60-ում է ինքնուրույն դառնալու, հասկացա։ Այ այդ բանը, որ ասում եմ ինչի չէ ու չկա պատասխան ուղղակի, հա։ Որտեվ ծնողի վախերն է, ծնողի լարվածություններն է, անհանգստություններն է, ինքն է տեսել ինչ որ բաներ, որ վատ է ավարտվում, դա խնդիր է լինի։ Չի վստահում իր երեխային, որ չափ կունենա ինչ որ։ Ինձ թվում է ինքը ոչ այդքան բոլոր դեպքերում երեխայի հանդեպ չվստահությունն է, այլ պրոցեսի հետևանքների միգուցե չիմացությունը, լարվածությունը, հա, երբեմն պրոստը իր պատկերացումներին հետևելը։ Երեխային չվստահելը երևի ամենավերջին տեղում է գալիս։ Առաջին լինում է, որ կասեն դու ինչ մամա ես, որ քո 18 տարեկան աղջիկը շրթունք ա լցրել։ Դու տեսել ես աղջիկդ ինչ ա արել։ Ու երևի ծնողական սահմանափակումների 90%-ը գալիս է անից, որ եթե ես ինձ բնորոշում եմ որպես վատ մամա, կամ դիմացից ինչ որ մեկը ասում է, բա դու մամա ես, այդ սարսափելի մի հատ բան է, էլի ծնողի համար, որ կողքից իրան ասեն, բա դու մամա ես, որ քո երեխան էս վիճակում է։ Հասկացա։ Ամեն ինչ տանում է նրան, որ երկխոսությունը շատ կարևոր է ցանկացած հարցի մեջ, հա, թե ծնող երեխա, թե համադասարանցիների մեջ, հա, թե ուսուցչի հետ, այսինքն ամեն ինչի մասին կարելի է խոսալ, հասկանալ, դիտարկել բոլոր կողմերը։ Այո, միանշանակ դա օգտակար է լինելու, հաստատ չի խանգարելու, օգնել երեխաներին ներկա լինել իրենց կյանքում, որպեսզի պատկերացնենք ինչ անել, որ ոչ թե մեր պատկերացումներից արձագանքենք, այլ հենց այն, թե ինչ որ հարկավոր է երեխային։ Շնորհակալ եմ Տաթև, ինձ թվում է շատ հետաքրքիր էր եւ մեր համար եւ լսողի։ Շնորհակալ եմ Աննա հրավերի համար։